Բարև ձեզ հետ Էման է։ Հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Արամը Լուսինեին իր ընկերուհուն տանում էր ռեստորանի մուտքը, երբ լսեց ծանոթ շարժիչի ձայնը։ Նրա մարմինն ավելի շուտ արձագանքեց, քան գիտակցությունը։ Մեջքի շեղջերի արանքով անցավ սառը ալիք։ Մատները անգիտակցաբար սեղմվեցին ուղեկցուհու արմունկին։ Բերանը չորացավ։ Կնոջ արծաթագույն Մազդան հարթորեն արգելակեց եզրաքարի մոտ, նրանցից մոտ 10 մետր հեռավորության վրա, եւ աշխարհը շուրջը կարծես դնդաղեց։ Ամեն ինչ, վերջ, օսարում, սիրտը ընկավ ներքև։ Արամը զգում էր, թե ինչպես է մեջքով իջնում քրտինքը, թեև երեկոն զով էր։ Լուսինեն ինչ-որ բան էր ասում նոր մենյուի մասին, ինչ-որ ոստրեների ու գինու մասին, բայց նրա ձայնը վերածվեց հեռավոր անհասկանալի աղմուկի։ Կարծես նրանց միջև ապակե պատ էր կանգնել։ Նա նայում էր մեքենայի վարորդի դրանը եւ պատրաստվում էր աղետին։ Հիմա Աննան դուրս կթռչի այնտեղից, կհասնի նրանց գոռալով, հայհոյանքով, գուցե նույնիսկ բռունցքներով։ Կկազմակերպի փողոցով մեկ սկանդալ։ Հետիոտները կկանգնեն, հեռախոսներ կհանեն, կսկսեն նկարել։ Մեկը կխղճա, մեկը չարախնդորեն կժպտա։ Բռնվեց աղբերս։ Նա արդեն տեսնում էր այդ պատկերը մանրամասն։ Աննան գոռում է, լացում, թուշը քսում դեմքին, վերջին խոսքերով է անվանում իրեն։ Ինչպես Լուսինեն հետ է քաշվում, գունատվում, փորձում հեռանալ։ Ինչպես իրեն ստիպված է լինում ընտրել, հանգստացնել կնոջը, թե պաշտպանել սիրուհուն։ Արամը պատրաստ էր ամեն ինչի կամ կարծում էր, որ պատրաստ է։ Մեքենայի դուռը բացվեց։ Աննան դանդաղ դուրս եկավ, առանց շտապի, ուղեց պայուսակը ուսին, այդպիսի պարզ սովորական շարժում։ Փակեց դուռը թեթև սեղմումով, սեղմեց բրիլոկը։ Մեքենան թարթեց լույսերով եւ միայն հետո նայեց նրանց կողմը։ Արամը ինստինկտիվորեն ուղվեց, լարվեց, պատրաստվեց հարվածին, բայց Աննան տեղից չշարժվեց, պարզապես կանգնած էր մեքենարի մոտ եւ նայում էր նրանց, երկար ուսումնասիրող հայացքով։ Նրա դեմքը հանգիստ էր, առանց զայրույթի, առանց արցունքների, առանց այն խեղաթյուրված հուսահատ արտահայտությունը, որ նա սպասում էր տեսնել։ Նա նայում էր նրանց այնպիսի անտարբերությամբ, կարծես նայում էր խանութի վիտրինային կամ գովազդային վահանակին։ Արամը առաջինը չդիմացավ, թողեց Լուսինեի արմունկը, կես քայլ հետ գնաց, ինչպես դպրոցականը, որը բռնվել է հանցանքի պահին։ Կոկորդը սեղմվեց։ «Բարև», ասաց Աննան, ձայնը հարթ էր, առանց դողի, առանց թույնի։ Սովորական առօրյա տոնով, ինչպես առավոտյան հարցնում էր, սուրճը կաթով թե առանց։ Լուսինեն կողքին սառել էր, կարծես շնչելն անգամ դադարեցրել էր։ Արամը բացեց բերանը, խելագարորեն փնտրում էր բառեր, ցանկացած բառեր, բայց լեզուն չէր հնազանդվում։ Ինչ կարելի է ասել այդպիսի պահին։ Ներողություն խնդրել, բացատրել, կանանց ներկայացնել իրար։ «Ձեզ լավ երեկո», ավելացրեց Աննան, թեթևակի գլխով արեց երկուսին եւ գնաց փողոցի երկայնքով։ Չվազեց, չփախավ արցունքների միջով, գնաց հանգիստ, հավասար, թեթև, գրեթե օդային քայլվածքով։ Կրունկները չափավոր ձայնով խփում էին ասֆալտին։ Նա նույնիսկ մեկ անգամ չնայեց հետ, պարզապես գնում էր իր ճանապարհով, կարծես այդ հանդիպումը ընդհանրապես չի եղել։ Արամը հայացքով հետևեց նրան, զգալով, թե ինչպես է ներսում ամեն ինչ շուռ գալիս ու սեղմվում ցավոտ կոշտ գծիկի։ Սա սխալ էր, սա բոլորովին այլ էր, քան նա պատկերացրել էր։ Աննան պետք է գոռար, լաց լիներ, պահանջեր բացատրություններ, մեղադրեր, նվաստացներ, պայքարեր։ Պետք է ցույց տար, որ ցավում է, որ տարապում է, որ ինքը նրա համար ինչ-որ բան է նշանակում։ Նա պարզապես անցավ կողքով, ինչպես անծանոթ մարդու կողքով, ինչպես դատարկ տեղի կողքով։ Եվ դա գրեթե անիծյալ, ավելի ցավում էր, քան ցանկացած հիստերիա։ Լսիր, Լուսինեի ձայնը ծակեց ականջների մեջ եղած բամբակյա մշուշը։ Նա կանգնած էր կողքին, խաղում էր իր փոքրիկ պայուսակի բարակ ժապավենով, գծում էր շրթունքը։ Միգուցե այսօր չգնանք։ Ինչ որ անհարմար ստացվեց։ Ինչու՞։ Արամը շրջվեց դեպի նա, փորձեց կենտրոնանալ նրա դեմքի վրա, բայց աչքի առջև դեռ կանգնած էր Աննայի աչքերի հանգիստ արտահայտությունը։ Դե դու տեսար։ Միգուցե հետաձգենք մեկ այլ օրվա։ Դու տխրել ես, տեսնում եմ։ Ոչ։ Նա գլուխը թափ տվեց, իրեն ձեռք բերեց, ժպտաց ստիպողաբար։ Ամեն ինչ կարգին է։ Գնանք, քանի որ եկել ենք։ Նրանք մտան ռեստորան։ Նրանց ուղեկցեցին պատուհանի մոտ գտնվող սեղանին։ Արամը նախապես պատվիրել էր, ուզում էր տպավորություն թողնել։ Լուսինեն նստեց ու սրից գցեց թեթև ծածկոցը։ Կենսուրախ սկսեց ուսումնասիրել մենյուն, մեկնաբանելով յուրաքանչյուր ուտեստը։ Արամը գլխով էր հաստատում, ձև էր անում, թե լսում է, բայց բառերը սահում էին գիտակցության կողքով, առանց կանգ առնելու։ Մատուցողը բերեց գինին, լցրեց բաժակները։ Արամը խմեց մի կում, հետո եւս մեկը, բայց գինին չօգնեց։
Աչքի առջև կրկին ու կրկին կանգնում էր այդ տեսարանը ռեստորանի մոտ, արծաթագույն մեքենան։ Աննան, որ դուրս է գալիս այնպիսի հանգստությամբ, կարծես դուրս է գալիս իր սեփական հյուրանոցից։ Նրա հայացքը այդ անիծյալ հանգստությունը։ Եվ նա ասաց, որ սա վերջին 3 տարվա լավագույն հավաքածուն է։ Պատկերացնում ես։ Շշնջում էր Լուսինեն, եւ Արամը հասկացավ, որ բաց է թողել նրա մոնոլոգի լավ կեսը։ Արամ, ընդհանրապես լսում ես ինձ։ Այո, իհարկե։ Հավաքածու, հիանալի։ Դու ինչ որ կերպ բացակա ես։ Նա մոտեցավ, դիպչեց նրա ձեռքին իր սառը մատներով։ Դա նրա պատճառով է։ Այո, այդ հանդիպումից ամեն ինչ կարգին է, ստեց նա։ Պարզապես օրվա ընթացքում հոգնել եմ, բայց կարգին ոչինչ չկար։ Լուսինեն շարունակում էր պատմել աշխատանքի, ընկերուհու մասին, ով պատրաստվում է գնալ Բալի, նոր յոգայի ստուդիայի մասին, որտեղ գրանցվել է։ Արամը ավտոմատ կերպով գլխով էր հաստատում, տեղադրում դեժուրային արտահայտություններ, բայց մտքերը հեռու էին։ Ինչ էր դա։ Ինչու Աննան այդպես տարօրինակ վարվեց։ Նա կրկին ու կրկին պտտում էր տեսարանը, վերլուծում յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր բառ։ Բարև, լավ երեկո։ Կարծես պատահական ծանոթներ լինեին, որոնք փողոցում հանդիպել են։ Կարծես նրանց միջև 17 տարվա ամուսնություն չլիներ։ Կարծես ինքը չլիներ դավաճան։ Ինքը չէր քանդում իրենց ընտանիքը, չէր գնացել մեկ ուրիշ կնոջ մոտ։ Սա ավելի վատ էր ցանկացած հիստերիայից, որովհետև հիստերիան նշանակում էր, որ իրեն անտարբեր չէ, որ նա պայքարում է, տարապում է, փորձում է վերադարձնել իրեն։ Իսկ սա անտարբերություն։ Այն նշանակում էր, որ ինքը նրա համար այլևս ոչինչ չի նշանակում։ Ընդհանրապես ոչինչ։ Արամը միանգամից խմեց գինին, լցրեց եւս մեկը։ Ավելի դանդաղ խմիր, Լուսինեն խողային սպառնաց նրան մատով։ Դու ղեկին ես։ Տաքսի կվերցնենք, խրպոտ ասաց նա։ Նա ուսերով ցնցեց ու վերադարձավ իր աղցանին։ Արամը նայում էր նրան, փորձում կենտրոնանալ պահի վրա, այնինչ այստեղ եւ հիմա է։ Լուսինեն գեղեցիկ էր, վառ, երիտասարդ, խնամված։ Մազերը ալիքաձև դասավորված, մակիաժը անթերի, զգեստը ընդգծում էր կազմվածքը։ Նա ծիծաղում էր նրա կատակների վրա, հիանում նրա հաջողություններով, նայում էր նրան այնպես, կարծես նա լիներ դիեզերքի կենտրոնը։ Հենց դա էր գրավել նրան 6 ամիս առաջ կորպորատիվի ժամանակ։ Նա տեսնում էր նրանում տղամարդու, ոչ թե պարզապես ամուսնու, ով պետք է դուրս տանի աղբը եւ նորոգի ծորակը։ Բայց հիմա, նայելով նրան, Արամը հանկարծ բռնեց իրեն այն մտքի վրա, որ չի կարողանում հիշել, թե սովորաբար ինչի մասին են խոսում։ Հագուստ, ռեստորաններ, ճամփորդություններ, գործընկերների մասին շշնջոցներ։ Ինչ էլի։ Լուսինեն երբեք չէր հարցնում, թե ինչպես է նա իսկապես, չէր հետաքրքրվում նրա մտքերով, կասկածներով, վախերով։ Նա եղել է ինչպես գեղեցիկ նկար, հաճելի է նայել, բայց ոչինչ չի քննարկվում։ Իսկ Աննան ժամանակին գիտեր նրա մասին ամեն ինչ։ Մեկ հայացքով կարող էր որոշել նրա տրամադրությունը, առանց բառերի հասկանում էր, երբ ինչ-որ բան փոխվել է։ 3 ամիս առաջ, երբ նա հավաքում էր իրերը, նույնպես սպասում էր այլ արձագանքի։ Հոկտեմբերի սկիզբ էր, անձրևոտ մոխրագույն երեկո։ Արամը կանգնած էր ննջասենյակում բաց ճամպրուկի առջև եւ մեթոդիկորեն ծալում էր վերնաշապիկները։ Ձեռքերը դողում էին, թեև փորձում էր իրեն ձեռք բերել։ Սա իր ընտրությունն էր, նա որոշում էր կայացրել։ Պետք էր պարզապես ավարտին հասցնել։ Աննան անխոս հայտնվեց դրան բացվածքում։ Նա անմիջապես չնկատեց նրան, շարունակում էր փաթեթավորել, բայց գզում էր հայացքը իր վրա։ Երբ գլուխը բարձրացրեց, տեսավ, որ նա կանգնած է, ուսը հենած կողպեքին եւ նայում է իրեն։ Հանգիստ, առանց արցունքների։ Նշանակում է գնում ես, ասաց նա։ Ոչ հարց, փաստի հաստատում։ Այո, նա չէր կարողանում նայել նրա աչքերին, հայացքը հարեց ճամպրուկին։ Ներողություն, ինձ պետք է դա անել։ Նա սպասում էր պայթյունի, սպասում էր արցունքների, հանդիմանքների, աղաչանքների մնալու, սպասում էր, որ նա կսկսի թվարկել իրենց ընդհանուր տարիները, կհիշեցնի որդու մասին, այնինչ կառուցել են միասին, կասի, որ ամեն ինչ կարելի է ուղղել, որ ինքը կփոխվի, որ կփորձեն սկսել մաքուր թերթից։ Ցանկացած նորմալ կին այդպես կվարվեր, չէ՞, բայց Աննան լուր էր, երկար լուր էր, հետո պարզապես գլխով արեց։ Հասկանալի է, ձայնը հանգիստ էր, բայց ամուր։ Բանալիները թող կոմոդի վրա։ Արամը սարեց վերնաշապիկը ձեռքին, շշմաց։ Այդքանով պարզ, Աննա։ Նա վերջապես նայեց նրան։ Ինչ, ոչինչ չես ուզում ասել, հարցնել։ Նա թեթևակի բարձրացրեց հոնքը, շուրթերին անցավ տարօրինակ ժպիտ, ոչ չար, ոչ դառը։ Պարզապես հոգնած, չէ՞։ Ինչ ասել Արամ, դու արդեն ամեն ինչ որոշել ես։ Սա ավելի վատ էր ցանկացած հիստերիայից, որովհետև հիստերիան նշանակում էր, որ իրեն անտարբեր չէ,
որ նա պայքարում է, տարապում է, փորձում է վերադարձնել իրեն։ Իսկ սա անտարբերություն։ Այն նշանակում էր, որ ինքը նրա համար այլևս ոչինչ չի նշանակում, ընդհանրապես ոչինչ։ Դու իրերը հավաքում ես, բայց իմ կարծիքը չես հարցնում, նշանակում է իմ կարծիքը քեզ չի հետաքրքրում։ Ես մտածում էի, նա կակազեց, չգիտելով ինչպես շարունակել, որ ես լաց կլինեմ, աղաչեմ, կարչեմ քեզնից։ Նրա ձայնում զայրույթ չկար, միայն հոգնած հասկացողություն։ Ոչ, ես չեմ անելու։ Եթե ուզում ես գնալ, գնա։ Ես չեմ պատրաստվում պահել մարդուն, ով ինքը չի ուզում լինել կողքիս։ Սա ավելի ուժեղ հարված էր, քան նա սպասում էր։ Նա ուզում էր, որ Աննան պայքարի իր համար, ուզում էր զգալ իրեն կարևոր, անհրաժեշտ, անփոխարինելի։ Ուզում էր, որ ինչ-որ մեկը ապացուցի իրեն, որ սխալ է գործում։ Իսկ նա պարզապես ազատում էր նրան, հեշտությամբ, կարծես նա երբեք արժեքավոր բան չի եղել իր համար։ Ինչ կասես Տիգրանին, հարցրեց նա։ Եվ առաջին անգամ ձայնում հույզի երանգ հայտնվեց։ Տագնապ, ես վաղը ինքս կխոսեմ նրա հետ։ Լավ, միայն ոչ իմ ներկայությամբ։ Լավ, չեմ ուզում ներկա լինել այդ խոսակցությանը։ Նա շրջվեց ու դուրս եկավ սենյակից։ Արամը լսում էր նրա քայլերը միջանցքով, խոհանոցի դռան ջռոցը, ջրի աղմուկը, որ լցվում էր թեյնիկի մեջ։ Սովորական ձայներ։ Աննան թեյ էր պատրաստում իրեն, ինչպես անում էր ամեն երեկո։ Կարծես ոչինչ չի կատարվում, կարծես իր ամուսինը չի հավաքում ճամփրուկ գնալու սիրուհու մոտ։ Այդ ժամանակ դա նրան գրեթե վիրավորական թվաց։ Նա սպասում էր դրամայի, սպասում էր պայքարի, ստացավ անտարբեր համաձայնություն։ Ինչ-որ բան ներսում անհաջող խփեց, բայց նա դա գցեց բնական մեղքի զգացմանը և շարունակեց հավաքվել։ Հաջորդ օրը Տիգրանի հետ խոսակցությունը ծանր անցավ։ Որդին 17 տարեկան էր, և նա հիմար չէր։ Լսում էր լուր, նստած իր անկողնուն, ձեռքերը խաչած կրծքին։ Երբ Արամն ավարտեց իր անհարմար բացատրությունը, որ երբեմն մարդիկ բաժանվում են, որ դա չի նշանակում, թե դադարել է սիրել որդուն, Տիգրանը երկար նայեց նրան, հետո հանգիստ հարցրեց. «Դու ուրիշ կնոջ հետ ես»։ Արամը չկարողացավ ստել այդ ուղիղ հայացքի տակ։ «Այո, բայց դա ոչ»։ «Հասկանալի է», Տիգրանը վեր կացավ։ «Կարող են գնալ»։ «Տիգրան, սպասիր, եկ խոսենք նորմալ»։ «Ինչ կա խոսելու»։ «Հայրիկ, դու արդեն ամեն ինչ որոշել ես»։ Նույնը ինչ մայրիկն ասաց, միայն նախապես զգուշացրու, երբ հաջորդ անգամ գաս, լավ, որ ես կարողանամ գնալ ուրիշ տեղ։ Սա ինչպես ապտակ էր։ Որդին շրջվեց նրանից, վեր կացավ ու դուրս եկավ սենյակից, ամուր փակելով դուռը հետևից։ Չփակեց բարձր, պարզապես փակեց, եւ այդ հանգիստ զսպված արձագանքը ավելի ցավում էր, քան ցանկացած գոռոց։ Արամն այդ օրը հեռացավ, բարձեց բնակարան նոր թաղամասում, թանկարժեք պանորամային պատուհաններով եւ կատալոգից կահույքով։ Լուսինեն հիանում էր, կարգի էր բերում, գնում էր գեղեցիկ մանրուքներ։ Նրանք գնում էին ռեստորաններ, թատրոններ, հանգստյան օրերին դուրս էին գալիս քաղաքից դուրս։ Արամը իրեն զգում էր ազատ, երիտասարդ, կենդանի։ Բայց հիմա նստած այս ռեստորանում եւ նայելով շշնջացող Լուսինեին, նա հանկարծ մտածեց. իսկ ինչով սխալվեց Աննայի հետ։ Երբ նրանք դադարեցին լինել ամուսին ու կին եւ դարձան պարզապես համակեցողներ, որոնք կիսում են տարածքն ու պարտականությունները, նա փորձեց հիշել, թե երբ է վերջին անգամ իսկապես խոսել։ Ոչ հաշիվների, ոչ վերանորոգման, ոչ ընթրիքի մասին, այլ պարզապես կյանքի, մտքերի, երազանքների մասին։ Չհիշեց։ 1 տարի առաջ, 2, 3։ Աննան լուծվել էր առօրյայի մեջ։ Նա դարձել էր ֆունկցիա, եփում էր, լվանում, մաքրում, հետևում տանը, մեծացնում որդուն։ Երբ նա գալիս էր աշխատանքից, նա հարցնում էր ինչպես ես, բայց նա պատասխանում էր դեժուրային նորմալ եւ գնում հեռուստացույցի մոտ։ Երբ նա փորձում էր պատմել իր օրվա մասին, նա գլխով էր հաստատում, առանց լսելու։ Երբ նա առաջարկում էր ինչ-որ տեղ գնալ միասին, նա հոգնածությամբ էր հրաժարվում։ Նա աստիճանաբար լռեց, դադարեց կիսվել, դադարեց առաջարկել, դարձավ հանգիստ, աննկատ, հարմար մաս միջավայրի, եւ նա նույնիսկ չնկատեց, թե երբ է դա տեղի ունեցել։ Արամ, Լուսինեն մատները սեղմեց նրա դեմքի առջև։ Դու կրկին կորել ես, ընդհանրապես լսում ես ինձ։ Ներողություն, նա ցնցվեց։ Ինչ ես ասում։ Հարցնում եմ, միգուցե դեսերտ պատվիրենք, թե արդեն ուզում ես գնալ։ Նա նայեց նրան, վառ, գեղեցիկ, մի քիչ վիրավորված։ Հետո հայացքը տարավ պատուհանից դուրս։ Փողոցում անձրև էր մաղում։ Հետիոտները շտապում էին հովանոցների տակ։ Ուրիշ տեղ, այս քաղաքում, Աննան էր, ով այսօր հանդիպեց նրանց, եւ անցավ կողքով, ինչպես օտարների կողքով, եւ ինչ-որ պատճառով հենց դա չէր թողնում նրան հանգիստ։ Այդ հանդիպումից հետո մեկ շաբաթ Արամը չէր կարողանում տեղ գտնել իրեն։ Տեսարանը ռեստորանի մոտ կրկին ու կրկին պտտվում էր գլխում, ինչպես խցանված պլաստինկա։ Աննայի հանգիստ դեմքը, նրա հարթ ձայնը, այդ հայացքը լի այնպիսի անտարբերությամբ, որ ուզում էր գոռալ։
Լուսինեն նկատեց նրա բացակա վիճակը եւ վիրավորվեց։ Նրանք առաջին անգամ վիճեցին այն օրվանից, ինչ նա տեղափոխվել էր նրա մոտ։ Նա անվանեց նրան էգոիստ, ասաց, որ նա մտածում է միայն իր մասին, որ հոգնել է մրցակցել իր անցյալի հետ։ Արամը փորձեց արդյունանալ, բայց բառերը կեղծ էին հնչում նույնիսկ իր համար։ Ի վերջո նա գնեց նրան թանկարժեք ոսկե ապարանջան, եւ նա ներեց, գրկեց, համբուրեց, բայց ներսում ինչ-որ բան անհաճո սեղմում էր։ Աննան երբեք նվերներ չէր պահանջում որպես ներողություն։ Նա բռնեց իրեն այն բանի վրա, որ սկսել է համեմատել, մշտապես ամեն ինչում։ Լուսինեն հազվադեպ էր եփում, նա խնդրում էր պատվիրել կամ գնալ ռեստորաններ։ Աննան ամեն երեկո սեղան էր գցում, նույնիսկ եթե պարզապես մակարոն էր եփում։ Լուսինեն քնում էր կեսգիշերից հետո, հեռախոսում սկրոլ անելով սոցցանցերը։ Աննան միշտ կարդում էր քնելուց առաջ գիրքը եւ հետո պատմում էր նրան սյուժեները, թեև նա հազվադեպ էր ուշադիր լսում։ Լուսինեն սիրում էր աղմկոտ երեկույթներ, բազմություն, ուշադրություն։ Աննան նախընտրում էր հանգիստ երեկոներ տանը կամ զույգով սփոսանքներ դատարկ փողոցներով։ Սրանք պարզապես տարբեր կանայք են, ասում էր ինքն իրեն Արամը։ Լուսինեն երիտասարդ է, ժամանակակից, այդպես էլ պետք է լինի։ Ես ընտրել եմ փոփոխություններ, նոր կյանք, բայց ինչ որ պատճառով այդ փոփոխությունները չէին բերում այն երջանկությունը, որ նա սպասում էր։ Տիգրանի հետ զանգերն էլ հեշտ չէին։ Որդին մեկ բառով էր պատասխանում հաղորդագրություններին։ Հանդիպումներից հրաժարվում էր տարբեր պատճառներով՝ ուսում, մարզումներ, զբաղվածություն։ Արամը հասկանում էր, որ սրանք պատրվակներ են, բայց ճնշել չէր ուզում։ Ժամանակ է պետք, համոզում էր ինքն իրեն։ Տիգրանը կհանգստանա, կսովորի, կների, նորից կդառնան մոտիկ, բայց ժամանակն անցնում էր, իսկ հեռավորությունը միայն մեծանում էր։ Աննայի հետ երկրորդ հանդիպումը պատահական եղավ։ Մեկ ամիս հետո առաջինից Արամը մտավ առևտրի կենտրոն նոր կոստյում դնելու համար, կարևոր պրեզենտացիա էր սպասվում։ Թափառում էր դարակների միջով, ընտրում էր պիջակներ, երբ աչքի անկյունով նկատեց ծանոթ ուրվագիծը կանացի բաժնում, անցուղում մյուս կողմում։ Աննան կանգնած էր հայելու առջև, փորձելով ժակետ, բայց սա ինչ որ այլ Աննա էր։ Մազերը, որոնք նա միշտ հավաքում էր պարծի ու պոչով, հիմա կտրված էին ուսերին, դասավորված ամփոյթ ալիքներով։ Թեթև մակիաժը ընդգծում էր աչքերը։ Ժակետը վառ կապույտ էր, մարմինամերձ նորաձև կտրվածքով։ Ավելի վաղ նա գրում էր սև ու մոխրագույն, գործնական աննկատ։ Դեմքին խաղում էր ժպիտ, եւ Արամը անմիջապես չհասկացավ, որ նա մենակ չէ։ Կողքին կանգնած էր խորհրդատուն, երիտասարդ աղջիկ խանութի համազգեստով։ Ինչ որ բան կենսուրախ բացատրում էր, ժեստերով ցույց տալիս։ Աննան գլխով էր հաստատում ծիծաղում։ Ծիծաղում էր հեշտ, բաց, բոլորովին այլ կերպ, քան վերջին տարիներին իրենց ամուսնության ընթացքում։ Զսպված, հոգնած, կարծես պարտականությունից։ Արամը սառեց, պիջակը սեղմած կրծքին։ Դիտում էր, թե ինչպես է Աննան պտտվում հայելու առջև, գնահատում իր արտացոլանքը, հանում ժակետը եւ վերցնում մյուսը, բորդո։ Խորհրդատուն ծափ է տալիս, ինչ որ բան ասում եւ Աննան կրկին ծիծաղում է։ Երբ է նա երբևէ այդպես վարվել։ Նա փորձեց հիշել, թե երբ է վերջին անգամ տեսել նրան պարզապես երջանիկ, ոչ դժգոհ, ոչ անհանգիստ, այլ հենց երջանիկ, ներսից փայլող, ինչպես հիմա, եւ չգտավ այդպիսի հիշողություններ։ Վերջին տարիները Աննան եղել է ինչպես տվեր, ներկա էր, բայց չէր ապրում, ֆունկցիոնալ էր, բայց չէր ուրախանում։ Իսկ հիմա նա փայլում էր։ Արամը մեկ քայլ հետ գնաց, ինստինկտիվորեն փորձելով թաքնվել դարակի հետևում։ Չէր ուզում, որ նա նկատի իրեն, չէր ուզում խոսակցություն, բացատրություններ։ Պարզապես նայում էր, թե ինչպես է նա գնում երկու ժակետները, վճարում քարտով, վերցնում պայուսակները եւ գնում խանութից դուրս, թեթև, վստահ քայլվածքով։ Բոլորովին այլ քան նա սովոր էր տեսնել նրան, կռացած, հոգնած, մշտապես շտապող։ Ինչ է պատահել նրա հետ։ Ինչպես կարող է մարդը այդպես փոխվել ընդամենը 3 ամսում։ Արամը դեռ 10 րոպե կանգնած մնաց դարակի մոտ, նայելով դատարկությանը։ Հետո պիջակը դրեց տեղը եւ դուրս եկավ խանութից, ոչինչ չգնելով։ Տանը նա գտավ Լուսինեին հայելու առջև։ Նա սելֆի էր անում, շուրթերը ձգելով բադիկ, փոխելով անկյունները։ Նկատելով նրան ուրախությամբ ձեռքով ցույց տվեց. «Արամիկ, բարև։ Ինչու ես այդպես մռայլ»։ Կոստյում չգտա։ Ոչինչ, վաղը կգնանք մեկ այլ խանութ։ Տես ինչ զգեստ եմ գնել։ Նա պտտվեց նրա առջև, կարճ վարդագույն փայլերով, չէ որ գեղեցիկ է։ Շաբաթօրը Մարիամի ծննդյան օրն է, գնանք միասին։ Այո, նա գնաց խոհանոց, սալնարանից հանեց գարեժուր։ Արամ, դու ինչ ես։ Լուսինեն հետևեց։ Ինչ որ բան պատահել է։ Ոչ, պարզապես հոգնել եմ։ Կրկին հոգնել եմ։ Նա շուրթերը փչացրեց։ Վերջին ժամանակներս մշտապես հոգնած ես, միգուցե բժշկի գնաս։ Պետք չէ բժիշկ։ Այդ դեպքում եկ գնանք ինչ որտեղ, Սոչի օրինակ կամ Դուբայ, հանգստանաս, շեղվես, թե չէ նստած ենք այստեղ ինչպես ծերուկներ ինչ որ։ Նա 47 տարեկան էր, Լուսինեն 29, 18 տարվա տարբերություն։ Երբ նոր էին սկսել հանդիպել, դա աննշան էր թվում։ Նա իրեն երիտասարդ էր զգում նրա կողքին, բայց հիմա այդ տարբերությունը մշտապես դրսևորվում էր խոսակցությունների թեմաներում, հետաքրքրություններում, կյանքի ռիթմում։ Լուսինեն ուզում էր զվարճություն, ճամփորդություններ, երեկույթներ։ Նա ուզում էր հանգիստ։ Տեսնենք, ասաց նա խուսափողաբար։ Նա վիրավորվեց, գնաց սենյակ։
Մեկ րոպե հետո այնտեղից հնչեց բարձր երաժշտություն, հերթական նորաձև թրեքը, որից Արամի գլուխը սկսում էր ցավել։ Նա խմեց գարեջուրը եւ դուրս եկավ պատշգամբ ծխելու։ Քաղաքը ներքևում ապրում էր իր կյանքով։ Մեքենաները ազդանշան էին տալիս, մարդիկ շտապում էին գործերով։ Ուրիշ տեղ այնտեղ Աննան էր, նոր Աննան, որին նա չէր ճանաչում, ով ծիծաղում էր, գնում էր վառ իրեր, երջանիկ տեսք ուներ առանց իրեն։ Եվ դա այրում էր ավելի ուժեղ, քան նա պատրաստ էր խոստովանել իրեն։ Երկու շաբաթ հետո նրանք կրկին հանդիպեցին, այս անգամ իսկապես դեմ առ դեմ։ Արամը մտավ դեղատուն դեղեր գնելու։ Գլուխը ցավում էր հերթական անքուն գիշերից հետո։ Լուսինեն հիստերիա էր կազմակերպել այն պատճառով, որ նա մոռացել էր իր ընկերուհու մասին, որի մոտ խոստացել էր տանել։ Գոռում էր, լաց լինում, մեղադրում, որ չի գնահատում իրեն, չի սիրում, մտածում է միայն իր մասին։ Արամը փորձում էր հանգստացնել, ներողություն խնդրել, բայց դա միայն ավելի էր գրգռում նրան։ Ի վերջո նա պարզապես դուրս եկավ դուռը խփելով։ Դեղատանը հանգիստ էր։ Հոտ էր գալիս դեղերից եւ հակասեպտիկից։ Դեղագործը տարեց կինը սպիտակ խալաթով, դանդաղ դասավորում էր ինչ-որ բան դարակում։ Արամը մոտեցավ վաճառասեղանին, անվանեց դեղը։ Դեղատոմս կա, հարցրեց կինը։ Ոչ, բայց դա սովորական ցավազրկող է։ Ներեցեք, առանց դեղատոմսի չենք վաճառում։ Արամը արտաշնչեց, շփեց քունքերը։ Գլուխը ճակում էր։ Լավ, իսկ առանց դեղատոմսի ուրիշ ինչ-որ բան կարող եք առաջարկել։ Դեղագործը սկսեց թվարկել տարբերակները, բայց այդ պահին դեղատան դուռը բացվեց եւ մտավ Աննան։ Նա անմիջապես չնկատեց նրան, ուղղվեց դեպի վիտամինների տարակը, ուսումնասիրում էր փաթեթները։ Արամը սառեց, չիմանալով ինչ անել։ Աննկատ դուրս գնալ, բարևել, ձևանել թե չի տեսնում։ Աննան շրջվեց եւ նրանց հայացքները հանդիպեցին։ Նրա դեմքին մի պահ զարմանք երևաց, բայց գրեթե անմիջապես փոխվեց հանգիստ քաղաքավարի ժպիտով, այնպիսի ինչպես շպտում են պատահական ծանոթներին։ Բարև, ասաց նա հարթ։ Բարև, պատասխանեց նա, եւ ձայնը դավաճանաբար դողաց։ Տհաճ ձգվող լռություն կախվեց։ Դեղագործը հայացքը տեղափոխում էր մեկից մյուսը, ակնհայտորեն զգալով լարվածությունը։ Ինչպես ես, հարցրեց Աննան, եւ ձայնում ոչ սառնություն կար, ոչ ջերմություն, պարզապես քաղաքավարի հետաքրքրություն։ Նորմալ, իսկ դու։ Լավ, նա ավելի լայն շպտաց, եւ այդ ժպիտում այնքան անկեղծություն կար, որ Արամի ներսում ինչ-որ բան սեղմվեց։ Ամեն ինչ լավ է։ Նա ասում էր ճշմարտությունը, նա տեսնում էր դա։ Նրան իսկապես լավ էր առանց իրեն, առանց իրենց ամուսնության, առանց 17 տարվա համատեղ կյանքի։ Երիտասարդ, հազիվ ասաց նա, ուրախ եմ քո համար, շնորհակալություն։ Աննան գլխով արեց, վերցրեց վիտամինների փաթեթը դարակից, մոտեցավ վաճառասեղանին, նրա կողքին։ Ահա սա, խնդրեմ։ Դեղագործը սկսեց հաշվարկել գնումը։ Արամը կանգնած էր կողքին, իրեն հիմար զգալով։ Պետք էր ինչ-որ բան ասել, հարցնել Տիգրանի մասին, իր կյանքի մասին, բացատրել վերջապես։ Ինչպես է Տիգրանը, հազիվ ասաց նա։ Լավ, քննություններին է պատրաստվում։ Պատասխանը կարճ էր, բայց ոչ կոպիտ։ Նա չի ուզում ինձ հետ շփվել։ Գիտեմ, միգուցե դու խոսես նրա հետ, բացատրես, որ Աննան շրջվեց դեպի նա, եւ առաջին անգամ աչքերում հույզ երևաց։ Ոչ զայրույթ, ոչ վիրավորանք, հոգնածություն։ Ինչ բացատրեմ Արամ, որ իր հայրը ընտանիքը թողեց ու գնաց կնոջ մոտ, ով ինձնից 15 տարով փոքր է, որ նա ընտրեց իր ցանկությունները մեր փոխարեն։ Տիգրանը փոքր չէ, ինքը ամեն ինչ հասկանում է։ Ժամանակը կամ ամեն ինչ կբուժի, կամ ոչ, բայց սա ձեր միջև է։ Նա վճարեց, վերցրեց վիտամինների տոպրակը։ Խնամիր քեզ, ասաց հրաժեշտի խոսքով, եւ ուղղվեց դեպի ելք։ Աննա, սպասիր, Արամը քայլ արեց հետևից, բայց նա արդեն բացում էր դուռը, շրջվեց, հարցականորեն բարձրացրեց հոնքը։ Դու իսկապես կարգին ես, հարցրեց նա եւ լսեց սեփական ձայնում աղաչանք։ Ինչի էր աղաչում, որ նա ասի ոչ, որ տարապում է, որ կարոտում է։ Աննան երկար նայեց նրան, հետո հանգիստ, բայց ամուր պատասխանեց. Այո, Արամ, ես կարգին եմ, առաջին անգամ շատ տարիներից հետո, եւ դուրս եկավ։ Դուռը փակվեց նրա հետևից, նուրբ զանգի ձայնով։ Արամը կանգնած մնաց դեղատան մեջտեղում, նայելով դատարկությանը։ Դեղագործը նրբորեն գծկեց կոկորդը։ Տղա, ինչ-որ բան ընտրել եք։ Այո, տվեք ահա սա։ Նա մատով ցույց տվեց առաջին պատահած փաթեթը։ Վճարեց, դուրս եկավ փողոց։ Գլուխը դեռ ճակում էր, բայց հիմա ոչ Լուսինեի հիստերիայից, այլ այն գիտակցությունից, որ Աննան իսկապես ամբողջությամբ ազատել է իրեն, առանց վերադարձի։ Եվ ինչ-որ պատճառով դա անտանելի էր։ Երեկոյան նա փորձեց զանգել Տիգրանին, 1, 2, 3։ Որդին չվերցրեց, գրեց հաղորդագրություն. Տիգրան, եկ հանդիպենք, խոսենք, կարոտել եմ։ Պատասխանը եկավ 1 ժամ հետո, զբաղված եմ։ Հետո։
Երբ է այդ հետոն։ 1 ամիս հետո, 1 տարի հետո, երբեք։ Արամը պարկեց բազմոցին նայելով առաստաղին։ Լուսինեն խառնաշփոթ էր անում խոհանոցում։ Ինչ որ բան աղմկում էր։ Նա ոչինչ չէր կարողանում անել հանգիստ։ Միացրեց երաժշտությունը ավելի բարձր, սկսեց կեղծ երգել։ Ավելի վաղ դա հաճելի էր թվում։ Հիմա գրգռում էր։ Նա փակեց աչքերը եւ պատկերացրեց այլ պատկեր, նախքին բնակարանը։ Աննան խոհանոցում հանգիստ եփում է ընթրիքը, միայն թեթևակի երգում է ինքն իրեն։ Տիգրանը սեղանի մոտ անում է դասերը, ինքը մտնում է աշխատանքից հետո տաք տուն, որտեղ սպասում են իրեն, որտեղ իրեն պետք են, որտեղ իր տեղն է։ Բայց այդ պատկերը այլևս չկար։ Ինքն էր քանդել այն, եւ միայն հիմա սկսում էր հասկանալ, թե ինչ է կորցրել։ Լուսինեն նայեց սենյակ։ Արամիկ, պատվիրել եմ պիցցա։ Գուտես։ Ոչ, նա առանց աչքերը բացելու։ Չեմ ուզում։ Կրկին չես ուզում։ Նա վիրավորված շունչ քաշեց։ Լավ, ես մենակ կուտեմ։ Դուրը փակվեց։ Երաժշտությունը ավելի բարձրացավ։ Արամը պարկած էր խավարում եւ մտածում էր Աննայի հանգիստ դեմքի մասին, նրա խոսքերի, առաջին անգամ շատ տարիներից հետո։ Նշանակում է իր հետ նրան վատ էր։ Նշանակում է այդ բոլոր տարիները նա անհաջող էր։ Իսկ ինքը չէր տեսնում, կամ չէր ուզում տեսնել։ Հարցերը պտտվում էին գլխում, բայց պատասխաններ չկային։ Կար միայն ծանր ճնշող զգացում, որ ինքը հսկայական սխալ է գործել, եւ այն ուղղել այլևս անհնար է։ Հեռախոսը թրթրաց։ Հաղորդագրություն Տիգրանից։ Արամը արագ բացեց էկրանը, հույս ունենալով, որ որդին մտքերը փոխել է, համաձայնել է հանդիպել։ Բայց դա պարզապես լուսանկար էր։ Աննան եւ Տիգրանը սրճարանում, երկուսն էլ ժպտում են տեսախցիկին։ Նրանց սեղանի մոտ էլ մեկ տղամարդ։ Դեմքը կադրում չի ընկել։ Տեսանելի է միայն ուսի եզրն ու ձեռքը։ Լուսանկարի տակ գրություն։ Լավ անցկացրինք երեկոյան։ Արամը մեծացրեց լուսանկարը, նայելով յուրաքանչյուր մանրուքին։ Աննան երջանիկ տեսք ուներ, իսկապես երջանիկ։ Ոչ այնպես, ինչպես վերջին տարիների ընտանեկան լուսանկարներում, որտեղ ժպտում էր ստիպողաբար տեսախցիկի համար, այլ անկեղծ, բաց։ Աչքերը փայլում էին։ Ո՞վ է այդ տղամարդը կողքին։ Սիրտը սեղմվեց անհանգստությամբ։ Ոչ պարզապես անհանգստությամբ, խանդով։ Սուր, այրող, անտրամաբանական։ Նա գրեց պատասխան։ Ո՞վ է ձեզ հետ։ Ջնջեց։ Գրեց. Լավ եք։ Ուղարկեց։ Տիգրանը կարդաց հաղորդագրությունը, բայց չպատասխանեց։ Արամը հեռախոսը նետեց բարձին եւ կրկին փակեց աչքերը։ Բայց քունը չէր գալիս։ Աչքի առջև կանգնած էր լուսանկարը։ Աննայի ժպիտը, ինչ որ օտարի ձեռքը կողքին։ Իսկ ինքը պարկած էր այստեղ, օտար բնակարանում, կողքին կնոջ, որի հետ ոչինչի մասին խոսելու բան չուներ։ Եվ առաջին անգամ 3 ամսվա ընթացքում թույլ տվեց մտածել այն, ինչ ամբողջ ժամանակ փորձում էր խուսոփել։ Հնարավոր է ինքը կյանքի ամենամեծ սխալն է գործել, եւ հնարավոր է արդեն շատ ուշ է ինչ-որ բան փոխելու համար։ Հաջորդ 2 շաբաթները ձգվեցին տանջալիորեն։ Արամը բռնում էր իրեն այն բանի վրա, որ մշտապես ստուգում է հեռախոսը։ Հանկարծ Տիգրանը գրի, հանկարծ Աննան ինչ-որ կերպ տեղեկացնի իր մասին, բայց լռությունը խուլ էր։ Լուսինեի հետ ամեն ինչ ավելի վատանում էր։ Նա զգում էր նրա հեռավորությունը եւ արձագանքում էր իր ձևով։ Խանդի տեսարաններ էր կազմակերպում, ուշադրություն էր պահանջում, ցուցադրական վիրավորվածություններ էր ցույց տալիս։ Արամը փորձում էր համբերատար լինել, բայց համբերությունը օրեցօր սպառվում էր։ Դու ինձ ընդհանրապես չես սիրում, գոռում էր նա հերթական մերժումից հետո, ոչ միտեղ չգնալու։ Ես քեզ համար պարզապես կահույք եմ։ Կահույք։ Այդ բառը հարվածեց։ Հենց այդպես էր ինքը վերաբերվել Աննային վերջին տարիներին, որպես միջավայրի մասի, հարմար, սովորական աննկատ։ Իսկ հիմա Ալինան նույնը մեղադրում էր իրեն։ Մի ասա հիմարություններ, հոգնած պատասխանեց նա։ Հիմարություններ, նրա ձայնը 1 օկտավա բարձրացավ։ Դու նույնիսկ չես հիշում, թե երբ ենք վերջին անգամ մենք նորմալ ժամանակ անցկացրել միասին։ Նա ճիշտ էր, իրոք չէր հիշում։ Աշխատանքից հետո ուզում էր միայն մեկ բան՝ հանգիստ։ Լուսինեն պահանջում էր զվարճություններ, խոսակցություններ, ուշադրություն, պահանջում էր այնինչ ինքն արդեն չէր կարող տալ նրան։ Լսիր միգուցե արժե դնալ ընկերուհիներիդ մոտ, շեղվել, առաջարկեց նա։ Նշանակում է ուզում ես ազատվել ինձնից։ Ես դա չէի նկատի ունեցել, հենց դա։ Քեզ ինձ հետ ձանձրալի է, ասա։ Արամը լուռ էր, որովհետև նա ճիշտ էր, իրեն ձանձրալի էր։ Նա եղել է ինչպես գեղեցիկ փաթեթավորում առանց բովանդակության։ Հաճելի է նայել, բայց բացելիք չկա։ Խոսակցությունները ոչինչի մասին, հետաքրքրությունները գլանային ամսագրենի մակարդակում, հույզերը մշտապես ծայրահեղ։ Նա մտածել էր, որ դա գիրք է, էներգիա, կյանք։ Պարզվեց պարզապես անհասություն։ Այն հանդիպումը, որ ամեն ինչ փոխեց, տեղի ունեցավ շաբաթ երեկոյան։
Արամը պետք է գնար գործնական ընթրիքի գործընկերների հետ, կարևոր հանդիպում, որ չէր կարելի չեղարկել։ Լուսինեն վիրավորվեց, որ նա չի անցկացնի հանգստյան օրերը իր հետ, եւ ցուցադրաբար հավաքվեց ընկերուհու մոտ։ Նրանք գնացին տարբեր ուղղություններով, առանց հրաժեշտ տալու։ Հանդիպման ռեստորանը ընտրել էր գործընկերը, նորաձև վայր քաղաքի կենտրոնում, պանորամային պատուհաններով եւ գետի տեսարանով։ Արամը առաջինը եկավ, տեղավորվեց սեղանի մոտ, պատվիրեց ջուր։ Գործընկերները ուշանում էին, գրել էին, որ խցանում էին, կլինեն 20 րոպե հետո։ Արամը նստած էր, հեռախոսով փոստեր դիտում, երբ լսեց ծանոթ ծիծաղ։ Աննային ճանաչեց անմիջապես, թեև տեսնում էր միայն մեջքը։ Նա նստած էր պատուհանի մոտ գտնվող սեղանի մոտ, նրանից մոտ 10 մետր հեռավորության վրա։ Մազերը բաց, ուսերին թեթև կրեմագույն բլուզ, դիմացը տղավարդ, բարձրահասակ, թանկարժեք կոստյումով, մոտ 50 տարեկան, վստահ էր պահում իրեն, հանգիստ, ինչ որ բան էր ասում։ Աննան ծիծաղում էր, այն բաց, այնկեղծ ծիծաղով, որ Արամը շատ տարիներ չէր լսել նրանից։ Սիրտը ընկավ ինչ որտեղ ներքև։ Նա նայում էր, թե ինչպես է տղամարդը թեքվում սեղանի վրայով, ինչպես է վերցնում Աննայի ձեռքը իր ձեռքը, ինչպես է նա չի հետ քաշում ձեռքը, այլ ընդհակառակը ավելի լայն ժպտում է։ Նայում էր, թե ինչպես է մատուցողը բերում գինի, ինչպես է տղամարդը ինչ-որ բան ասում, եւ Աննան ձեռքերով ծածկում է դեմքը, շփոթված ծիծաղելով։ Նրանք ներդաշնակ էին թվում, բնական, ինչպես մարդիկ, որոնց միասին լավ է։ Արամը չէր կարողանում հայացքը կտրել։ Ներսում ամեն ինչ սեղմեց ցավոտ հանգույցի։ Սա ավելի վատ էր, քան նա պատկերացրել էր, ավելի վատ, քան Տիգրանի լուսանկարի հուշումը։ Մեկ բան է կասկածել, մյուսը սեփական աչքերով տեսնել։ Աննան գտել էր ուրիշ մեկին, եւ դատելով ամեն ինչից, նրան լավ էր նրա հետ, ավելի լավ, քան իր Արամի հետ վերջին բոլոր տարիներին։ Տղամարդը բարձրացրեց ձեռքը, կանչեց մատուցողին, պատվիրեց էլ ինչ-որ բան, հետո գրպանից հանեց փոքրիկ տուփ, զարդերի չափի, դրեց սեղանին Աննայի առջև։ Արամը սառեց, մոռանալով շնչել։ Աննան զարմացած բարձրացրեց հոնքերը, գլուխը թափ տվեց, ասեց պետք չէ։ Բայց տղամարդը համառեց, ավելի մոտեցրեց տուփը։ Նա բացեց եւ նույնիսկ քերվից Արամը տեսավ փայլը, ինչ որ ոսկե նուրբ բան։ Ականջողեր թե ապարանջան։ Աննան ձեռքը սեղմեց կրծքին, ակնհայտորեն հուզված։ Ասաց ինչ որ բան, եւ տղամարդը ժպտաց, վեր կացավ, շրջանցեց սեղանը, թեքվեց եւ համբուրեց նրան։ Ոչ կրքոտ, ոչ ցուցադրական, նուրբ հարգանքով, ինչպես համբուրում են կնոջը, որին գնահատում են։ Արամը շրջվեց, զգալով, թե ինչպես է կրծքում բորբոքվում ինչ որ այրող եւ ցավոտ բան։ Խանդ, վիրավորանք, զայրույթ, նրա վրա, այդ տղամարդու վրա, իր վրա։ Մատուցողը հայտնվեց կողքին։ Պատրաստ եք պատվիրել։ Ոչ։ Այո։ Վիսկի, հազիվ ասաց Արամը։ Կրկնակի։ Մատուցողը գլխով արեց եւ հեռացավ։ Արամը կրկին նայեց պատուհանի մոտ գտնվող սեղանին։ Տղամարդը վերադարձել էր իր տեղը, եւ հիմա նրանք ձեռք-ձեռքի էին պահում սեղանի վրայով, խոսում էին ինչ որ բանի մասին, ժպտում էին միմյանց։ Իսկ հետո Աննան պատահաբար հայացքով շրջանցեց դահլիճը, եւ նրանց աչքերը հանդիպեցին։ Նրա դեմքին մի պահ զարմանք երևաց, հետո ինչ որ բան, շփոթ, անհարմարություն, բայց ոչ վախ, ոչ մեղք։ Նա դանդաղ ազատեց ձեռքը իր ուղեկցի ձեռքից, ինչ որ բան ասաց նրան։ Տղամարդը շրջվեց, նայեց Արամի կողքը, գլխով արեց, հետո երկուսն էլ վեր կացան եւ ուղղվեցին դեպի նա։ Արամը սառեց, խելագարորեն մտածելով, թե ինչ անել, փախչել, ձևանել, թե չի ճանաչել, բայց արդեն ուշ էր։ Նրանք մոտեցան նրա սեղանին։ Մոտից տղամարդը ել ավելի բարձրահասակ էր, գրեթե 190 սանտիմետր։ Դեմքը հանգիստ, ինտելեկտուալ, աչքերի մոտ մանր կնճիռներով։ Հայացքը ուղիղ, բաց, առանց մարտահրավերի, բայց առանց նաեւ վախի։ Բարև Արամ, Աննան առաջինը խոսեց։ Ձայնը հարթ, առանց տողի։ Չէի սպասում քեզ այստեղ տեսնել։ Փոխադարձաբար նա դժվարությամբ շփտաց։ Լռությունը ձգվեց։ Տղամարդը Աննայի կողքին հմբերատար սպասում էր, առանց միջամտելու։ Սա Անդրանիկն է, ներկայացրեց նրան Աննան։ Մենք հանդիպում ենք։ Անդրանիկը ձեռքը մեկնեց։ Հաճելի է ծանոթանալ։ Արամը ավտոմատ սեղմեց ձեռքը։ Ձեռք սեղմումը ամուր էր, վստահ։ Անդրանիկի ձեռքերը տաք էին չոր։ Մարդու ձեռքեր, ով վերահսկում է իրեն եւ իրավիճակը։ Փոխադարձաբար, կրկնեց Արամը, չիմանալով թե էլ ինչ ասել։ Ես շատ եմ լսել քո մասին, շարունակեց Անդրանիկը հանգիստ։ Աննան պատմել է։ Այդ խոսքերից ավելի վատացավ։ Նրանք խոսել են իր մասին, քննարկել են իրեն։ Աննան կիսվել է այդ օտարի հետ իրենց ամուսնության, բաժանման մանրամասներով։ Եվ դատելով Անդրանիկի տոնից քննարկումը Արամի օգտին չէր։ Ոչինչ լավ բան հավանաբար ասաց նա նախքան լեզուն գծելը։ Անդրանիկը զարվածած բարձրացրեց հոնքը, բայց պատասխանեց փափուկ։ Հակառակը։ Աննան ասում էր, որ դուք ժամանակին լավ զույգ էիք։ Պարզապես մարդիկ փոխվում են։ Այդ բարեհոգությունը, այդ հասկացողությունը ավելի էր գրգռում, քան ցանկացած կոպտություն։ Արամը ուզում էր, որ այդ մարդը վատը լինի, կոպիտ, ինքնագոհ, անարժան Աննայի համար։ Այդ դեպքում կարող էր մխիթարվել մտքով, որ նա սխալվում է, որ ընտրել է ոչ ճիշտը, բայց Անդրանիկը ակնհայտորեն վատը չէր։ Հակառակը, արժանապատիվ, վստահ, հասուն տեսք ուներ։
Նրանցից, ովքեր ձայն չեն բարձրացնում, տեսարաններ չեն կազմակերպում, խաղեր չեն խաղում։ Նրանցից, ում վրա կարելի է հենվել։ Մենք չենք ուզում շեղել քեզ, Աննան կրկին խոսեց։ Պարզապես մտածեցի, որ տարօրինակ կլիներ ձևանել, թե չենք նկատել իրար։ Այո, իհարկե։ Արամը գլխով արեց, իրեն լիակատար հիմար զգալով։ Ինչ կարող էր ասել։ Մի հանդիպիր նրա հետ, վերադարձիր ինձ մոտ։ Հումորային է։ Իր մոտ Լուսինեն է, ով հիմա հաստատ ընկերուհու մոտ է նստած, բողոքում է իրենից եւ կոկտեյլներ է խմում։ Մենակ ես, հարցրեց Աննան շուրջը նայելով։ Գործնական ընթրիք, գործընկերները ուշանում են։ Հասկանալի է, նա գլխով արեց։ Դե լավ երեկո քեզ, փոխադարձաբար, երրորդ անգամ կրկնեց նա։ Նրանք շրջվեցին գնալու համար, բայց Արամը հանկարծ չդիմացավ։ Աննա, նա կանգ առավ, շրջվեց։ Այո, դու երջանիկ տեսք ունես։ Ինչու ասաց դա։ Ինքն անգամ չհասկացավ։ Միգուցե ուզում էր լսել, որ դա այդպես չէ, որ նա խաղում է, լավ դեմքի անում, որ իրականում կարոտում է, տարապում է, սպասում է իր վերադարձին։ Բայց Աննան պարզապես ջերմ ժպտաց։ Անկեղծորեն շնորհակալություն։ Ես իսկապես երջանիկ եմ։ Եվ նրանք գնացին, վերադարձան իրենց սեղանը, նստեցին, շարունակեցին ընթրիքը։ Անդրանիկը ինչ-որ բանի մասին էր պատմում, ակտիվ ժեստերով։ Իսկ Աննան լսում էր, գլխով էր հաստատում, ծիթաղում։ Իդեալական պատկեր։ Մատուցողը բերեց վիսկին։ Արամը միանգամից խմեց գրեթե չզգալով համը, պատվիրեց էլի մեկը։ Գործընկերները այդպես էլ չեկան, գրեցին, որ վերջնական խցանվել են, առաջարկեցին հետաձգել հանդիպումը։ Արամը ինչ-որ ավտոմատ պատասխան գրեց առանց իմաստը հասկանալու։ Նստած էր եւ նայում Աննային ու Անդրանիկին, չէր կարողանում հայացքը կտրել։ Տեսնում էր, թե ինչպես է Անդրանիկը օգնում նրան հագնել թիկնոցը, երբ նրանք հավաքվում էին գնալու, ինչպես է բաց պահում դուռը, ինչպես է ձեռքը դնում նրա մեջքին, զգուշորեն, տիրական, ինչպես է նրանք միասին դուրս գալիս ռեստորանից եւ Աննան գնում է կողքին, թեթև, ազատ, առանց լարվածության։ Արամը մնաց նստած սեղանի մոտ նայելով դատարկությանը։ Մատուցողը կրկին հայտնվեց։ Կուզեք էլ ինչ-որ բան։ Հաշիվը, ասաց Արամը խրպոտ, վճարեց, դուրս եկավ փողոց։ Երեկոն տաք էր, ուրիշ տեղ երաժշտություն էր հնչում, զույգերը զբոսնում էին գետի երկայնքով։ Արամը հանեց ծխախոտ, վառեց դողացող ձեռքերով։ Հեռախոսը թրթռաց, հաղորդագրություն Լուսինեից։ Մնում եմ Մայրամի մոտ գիշերելու, մի սպասիր։ Նա հեռախոսը դրեց գրպանը, առանց պատասխանելու։ Ավարտեց ծխախոտը, վառեց հաջորդը։ Աննան երջանիկ է ուրիշ տղամարդու հետ, ով չի հաշվարկում, չի քննադատում, չի գրգռվում յուրաքանչյուր մանրուքից, այլ պարզապես սիրում է, գնահատում, ում հետ լավ է։ Իսկ ինքը նստած է այստեղ մենակ օտար քաղաքում, որը հանկարծ օտար ու սառը թվաց։ Կինը, որի համար թողել էր ընտանիքը, մնացել է գիշերելու ընկերուհու մոտ եւ նույնիսկ չի կարոտել։ Որդին չի վերցնում խողովակը, նախկին կինը կարգի է բերել իր կյանքը առանց իրեն։ Ինչ է մնացել իրեն։ Բնակարան, որտեղ հոտ է գալիս օտարուց անելիքից եւ ծրված են օտար իրեր։ Աշխատանք, որը դարձել է իր գոյության միակ արդարացումը, եւ ծանր ճնշող գիտակցություն, որ կորցրել է ինչ-որ կարևոր բան, ինչ-որ բան, որ անհնար է վերադարձնել։ Արամը նետեց մնացորդը ոտքերի տակ, ոտնակոխեց, հանեց հեռախոսը, հավաքեց Տիգրանի համարը։ Իհարկե որդին չպատասխանեց։ 5-րդ զանգից հետո միացավ ավտոպատասխանիչը։ Տիգրան, սա հայրիկն է, ասաց Արամը դատարկությանը։ Գիտեմ, որ զայրացած ես, գիտեմ, որ սխալվել եմ, բայց ուզում եմ խոսել։ Երբ պատրաստ լինես, կսպասեմ։ Կախեց խողովակը։ Լսելու մասին հաղորդագրություն չեկավ, նշանակում է Տիգրանը նույնիսկ չլսեց։ Արամը կանչեց տաքսի եւ գնաց տուն։ Ավելի ճիշտ, այն բնակարանը, որ հիմա անվանում էր տուն, թեև այդպիսին չէր։ Տունը այնտեղ է, որտեղ սպասում են քեզ, որտեղ պետք ես, որտեղ քո տեղն է։ Իսկ այստեղ միայն ժամանակավոր ապաստան էր, եղեցիկ, դատարկ, օտար։ Գիշերը չքնեց, պարկած էր խավարում նայելով առաստաղին եւ գլխում պտտում էր ամբողջ երեկոն։ Աննայի դեմքը հանգիստ, երջանիկ, Անդրանիկը վստահ, արժանապատիվ։ Նրանց ձեռքերը միահյուսված սեղանի վրա, նրանց հայացքները լի ջերմությամբ եւ հասկացողությամբ։ Երբ է վերջին անգամ այդպիսի ջերմությամբ նայել Աննային։ Երբ է պարզապես այդպես ձեռքը պահել առանց առիթի։ Երբ է նվերներ տվել ոչ անհրաժեշտությունից, այլ ցանկությունից ուրախացնելու համար։ Չհիշեց։ Դա լուծվել էր ինչ-որ տեղ առօրյայի, կենցաղի հոգնածության մեջ։ Աննան դարձել էր ֆոնի մաս, իսկ ինքը նրան անպետք էր դարձրել։ Ոչ այդպես։ Ինքն էր իրեն անպետք դարձրել իր անտարբերությամբ, անուշադրությամբ, էգոիզմով։ Նա դադարել էր տեսնել նրանում կնոջ, անհատի, տեսնում էր միայն ֆունկցիա, կին, մայր, տանտիրուհի։ Նա գնացել էր։ Ոչ ֆիզիկապես, ինքն էր գնացել, բայց էմոցիոնալորեն նա ազատել էր իրեն շատ առաջ, քան ինքը ճամփրուկը հավաքեց։ Հավանաբար հոգնել էր փակ դրանը թաքելուց, հոգնել էր անտեսանելի լինելուց եւ գտել էր մեկին, ով տեսնում է իրեն։ Հեռախոսը մթության մեջ լուսավորվում էր սեղանին։ Ժամը 2 գիշեր։ Արամը ձգվեց, բացեց էկրանը, բացեց հին լուսանկարները։
Իրենց Աննայի հետ արձակուրդում 10 տարի առաջ։ Նա ժպտում է տեսախցիկին, ինքը գրկում է նրա ուսերից։ Երկուսն էլ երիտասարդ, երջանիկ, սիրահարված։ Ուր գնաց այդ ամենը։ Երբ է սերը վերածվել սովորության, սովորությունը անտարբերության։ Արամը շարունակեց թերթել։ Ահա Աննան հղի, փորն է շոյում։ Ահա նրանք նորածին Տիգրանի հետ։ Ահա անտարիկան լուսանկար։ Երեքով տոնացարի ֆոնին։ Աննան հոգնած է թվում, բայց երջանիկ։ Ինքը գրկում է նրան եւ որդուն ժպտում է։ Երբ ավարտվեց դա։ Երբ է դադարել իսկապես գրկել նրան, ոչ լուսանկարի համար։ Երբ է վերջին անգամ ասել, որ սիրում է, ոչ ավտոմատ քնելուց առաջ, այլ անկեղծ, աչքերին նայելով։ Տարիներ անցան այդ պահից։ Աննան սպասում էր։ Սպասում ուշադրության, ջերմության, մերձեցման, բայց տանում էր միայն հոգնած ի պատասխան իր խոսքերի, գրգռված հետո առաջարկին, ինչ որտեղ գնալու, անտարբեր գլխով հաստատում խոսակցության փոխարեն։ Եվ ի վերջո դադարեց սպասել։ Արամը անջատեց հեռախոսը եւ փակեց աչքերը։ Բայց քունը այդպես էլ չկեկավ։ Մինչև առավոտ պարկած էր խավարում, մտածելով, որ ինքն է քանդել միակը, որ իմաստ ուներ։ Եվ հիմա արդեն շատ ուշ է ինչ-որ բան փոխելու համար։ Այդ հանդիպումից հետո ռեստորանում ինչ-որ բան Արամի ներսում վերջնական կոտրվեց։ Նա գնում էր աշխատանքի, շփվում մարդկանց հետ։ Ժպտում էր, երբ պետք էր։ Բայց ամեն ինչ մեխանիկական էր։ Ներսում բնակություն հաստատեց դատարկություն, սառը եւ ձգվող։ Լուսինեն զգում էր փոփոխությունները եւ ավելի վատ էր արձագանքում։ Կապրիզները դարձան ամենօրյա, հիստերիաները սովորական։ Նա պահանջում էր բացատրություններ, ուշադրություն, երթում տալիս, որ այլևս չի կարող այդպես ապրել։ Արամը լուր լսում էր, առանց վիճելու ուժ գտնելու։ Դու ընդհանրապես սիրում ես ինձ, հարցրեց նա մի երեկո։ Կանգնած հյուրասենյակի մեջտեղում, ձեռքերը խաչած։ Ազնվոր են ասա։ Արամը նստած էր բազմոցին, նայելով անջատված հեռուստացույցին։ Լուր էր, որովհետև չգիտեր պատասխանը։ Կամ գիտեր, բայց չէր ուզում արտասանել։ Հենց դա, Լուսինեի ձայնը դողաց։ Դու լռում ես, որովհետև չես սիրում։ Երբեք չես սիրել։ Այո, Լուսինե, բավական է։ Նա ձեռքով ցույց տվեց։ Ես հիմար չեմ, Արամ։ Տեսնում եմ, թե ինչպես ես նայում ինձ։ Ավելի ճիշտ, ինչպես չես նայում։ Ինչ եմ ես քեզ համար։ Հերթական ֆունկցիա։ Կնոջ փոխարինող։ Մի ասա հիմարություններ։ Հիմարություններ։ Նա հիստերիկ ծիծաղեց։ Դու նրանից ես եկել ինձ մոտ։ Մտածել եմ նշանակում է ինչ-որ բան կա մեր միջև։ Իսկ դու պարզապես փախել ես պատասխանատվությունից, ամուսնությունից, քեզնից ինքդ։ Եվ ես եղել եմ հարմար առիթ։ Խոսքերը ճիշտ էին խփում թիրախին, բայց Արամը չէր կարողանում խոստովանել դա։ Հոգնել եմ, խուլ ասաց նա։ Եկ ոչ այսօր։ Դու միշտ հոգնած ես։ Լուսինեի ձայնը վերածվեց գոռոցի։ Ես հոգնել եմ քո հոգնածությունից։ Նրանից, որ դու այստեղ ես, բայց կարծես չկաս։ Դու ինձ վերածել ես այն կնոջ, որից փախել ես։ Սա ճշմարտություն էր։ Սարսափելի, անհաճո ճշմարտություն։ Արամը կրկնում էր նույն սխեման։ Սկզբում հիացմունք, գիրք, ուշադրություն։ Հետո սովորություն, առօրյա, գրգռվածություն։ Նա չէր փոխում կյանքը, փոխում էր դեկորացիաները։ Ներողություն, հազիվ ասաց նա։ Մի ներողություն խնդրիր։ Լուսինեն արցունքները սրբեց ձեռքի հետևի կողմով։ Պետք է ինչ-որ բան որոշենք։ Այլևս այդպես չի կարելի։ Ինչ ես առաջարկում։ Չգիտեմ։ Նա իջավ բազմոց, կողքին նստեց, բայց չդիպավ նրան։ Միգուցե քեզ ժամանակ է պետք ինքդ քեզ հասկանալու։ Հասկանալու, թե ինչ ես ընդհանրապես ուզում։ Ժամանակ։ Այո, հավանաբար հենց դա էր պետք իրեն։ Միայն թե ժամանակը հետ չես բերի, չես ուղի արդեն քանդվածը։ Տիգրանի հետ առաջընթացը տեղի ունեցավ անսպասելիորեն։ Արամը աշխատանքից տուն էր գնում, երբ հեռախոսը զանգեց։ Անծանոթ համար։ Գրեթե կտրեց, բայց ինչ-որ բան ստիպեց պատասխանել։ Հայրիկ։ Տիգրանի ձայնը սեղմված էր, վախեցած։ Արամը կտրուկ արգելակեց եզրաքարի մոտ։ Տիգրան, ինչ է պատահել։ Ես դժվարության մեջ եմ ընկել։ Կարող ես գալ։ Ուր, որտեղ ես։ Մետրոյի մոտ, 3-րդ ելքի կողքին։ Գնում եմ։ Մի գնա։ Արամը շրջվեց եւ արագացրեց ամբողջ քաղաքով, առանց լուսացույցների ուշադրության։ Սիրտը բաբախում էր կոկորթում։ Որդու հետ ինչ-որ բան է պատահել։ Կռիվ, ոստիկանություն, ցանկացած բան ավելի վատ։
20 րոպե հետո արգելակեց մետրոյի մոտ, տեսավ Տիգրանին, նստած նստարանին։ Որդին ճնշված տեսք ուներ, ուսերը իջած, գլուխը խոնարհված։ Կողքին կանգնած էին երկու ավելի մեծ տղաներ, ծխում էին, ինչ-որ բան էին խոսում։ Արամը դուրս թռավ մեքենայից։ Տիգրան։ Որդին ցնցվեց, բարձրացրեց գլուխը։ Կողքի տղաները գնահատող հայացքով նայեցին Արամին։ Սա քո հայրն է, հարցրեց մեկը։ Այո, Տիգրանը վեր կացավ։ Լսիր, տղա մեկը քայլ արեց մոտ։ Քո որդին մեր ընկերոջ հեռախոսը կոտրել է։ Պատահաբար իհարկե, բայց հեռախոսը թանկ է, պետք է փոխհատուցել։ Ինչքան, կարճ հարցրեց Արամը։ 130,000, վերջին մոդել է։ Կարող ես չվճարել, իհարկե տղան ուսերով ցնցեց։ Այդ դեպքում կլուծենք այլ կերպ։ Տիգրանը հայտնվել էր սխալ տեղում, սխալ ժամանակ։ Կարող էր ուղարկել նրանց ոստիկանություն կանչել, բայց տղաները ակնհայտորեն մենակ չէին, հաստատ մոտակայքում էլ ընկերություն կար, իսկ Տիգրանը մենակ էր, վախեցած։ Լավ, ասաց Արամը։ Հիմա հանեց դրամապանակը, հաշվեց թղթադրամները։ Հենց բաղականացրեց, տղային տվեց։ Տղան հաշվեց, գլխով արեց, գոհ, ճիշտ որոշեցիր։ Առանց խնդիրների։ Նրանք գնացին։ Արամը շրջվեց դեպի Տիգրանը, նստիր մեքենան։ Գնում էին լուր, Տիգրանը նայում էր պատուհանից դուրս։ Արամը սեղմում էր ղեկը սպիտակած մատներով։ Միայն երբ հեռացան, կայանեց առևտրի կենտրոնի կայանատեղիում, անջատեց շարժիչը։ Պատմիր, հանգիստ ասաց։ Գնում էի ընկերոջս մոտ, Տիգրանի ձայնը դողում էր։ Պարզապես մոտեցան, սկսեցին կպչել։ Մեկը հրեց, ես հրեցի հետ։ Նրա հեռախոսը ընկավ ու կոտրվեց, հետո ասացին պետք է վճարել։ Ինչու չզանգեցիր մորդ։ Նա Անդրանիկի հետ գնացել է հանգստյան օրերին։ Չէի ուզում անհանգստացնել նրանց։ Անդրանիկ։ Այդ մարդը հիմա բավականաչափ մոտ էր իր որդուն, որ Տիգրանը գիտեր նրա ծրագրերը, հաշվի էր առնում։ Իսկ ինձ կարելի էր անհանգստացնել, դառնությամբ դուրս եկավ Արամի մոտ։ Տիգրանը շրջվեց դեպի նա։ Դու ասել ես, որ միշտ կօգնես, ահա զանգեցի։ Սա արդար էր, Արամը խոստացել էր լինել կողքին, երբ պետք լինի, եւ այսօր կատարեց խոստումը։ Շնորհակալություն, որ եկար, հանգիստ ավելացրեց Տիգրանը։ Ես միշտ կգամ։ Արամը ձեռքը դրեց որդու ուսին։ Միշտ, լսում ես։ Ցանկացած ժամանակ, ցանկացած իրավիճակում։ Դու իմ որդին ես, ինչ էլ պատահի։ Տիգրանը գլխով արեց, շրջվեց դեպի պատուհանը։ Արամը տեսավ, թե ինչպես են դողում նրա ուսերը։ Որդին լաց էր լինում, փորձելով թաքցնել։ Տիգրան, դու պակասում էիր իմ կյանքում։ Զայրացած էի, վիրավորված, չէի ուզում խոսել, ասաց տղան։ Բայց ինձ դու էիր պակասում, հայրիկ։ Ինչ որ բան կոտրվեց Արամի ներսում։ Նա գրկեց որդուն անհարմար բազկաթոռի վրայով, ամուր, ինչպես շատ տարիներ չէր գրկել։ Տիգրանը չդիմադրեց, պարզապես նստած մնաց, դեմքը թաղած նրա ուսին եւ հանգիստ հեկեկում էր։ Ներիր ինձ, շշնջաց Արամը։ Ներիր ամեն ինչի համար։ Նրանք նստած մնացին այդպես, առանց խոսելու։ Պարզապես կողքի էին առաջին անգամ երկար ամիսների ընթացքում, եւ դա ավելի կարեւոր էր բոլոր խոսքերից։ Այդ դեպքից հետո նրանք սկսեցին հանդիպել, սկզբում զգուշորեն, շաբաթը մեկ անգամ սուրճ, զբոսանք, կինո։ Տիգրանը զսպված էր, բայց աստիճանաբար հալվում էր, պատմում էր ուսման, քննությունների, ապագայի ծրագրերի մասին։ Արամը ուշադիր լսում էր, մասնակցում, խորհուրդներ տալիս, փորձում էր հասնել բաց թողնվածին։ Մի հանդիպման ժամանակ, երբ նստած էին տան մոտ գտնվող փոքրիկ սրճարանում, Տիգրանը հանկարծ հարցրեց. Հայրիկ, դու երջանիկ ես։ Հարցը անակնկալի եկավ։ Արամը սառեց սուրճի բաժակը ձեռքին։ Ինչու ես հարցնում։ Պարզապես դու տեսք ունես, չգիտեմ, հոգնած, կորած ինչ-որ։ Աշխատանք, փորձեց կատակով ասել Արամը։ Ոչ միայն աշխատանք, Տիգրանը գլուխը թափթվեց։ Դու միշտ այդպիսի ես եղել, թե դա հետո է սկսվել, հետո երբ դուք մայրիկի հետ բաժանվեցիք։ Արամը երկար լուռ մնաց, բառեր ընտրելով։ Կարող էր ստել, ասել, որ ամեն ինչ լավ է։ Բայց ինչու։ Տիգրանը փոքր չէ, տեսնում է, հասկանում է։ Չգիտեմ, Տիգրան, խոստովանեց վերջապես։ Ազնվորեն չգիտեմ։ Մտածում էի, որ ճիշտ ընտրություն եմ անում, որ երջանիկ կլինեմ, բայց պարզվեց ոչ այդպես։ Պարզվեց ավելի բարդ է, քան մտածում էի։ Տիգրանը մտածկոտ գլխով արեց, խառնեց գդալով բաժակում։ Իսկ մայրիկը երջանիկ է։ Տեսնում եմ, նա փոխվել է։ Դարձել է, չգիտեմ ինչպես բացատրել, կենդանի, թե։ Ավելի վաղ նա կարծես մշուշի մեջ էր, իսկ հիմա կարծես արթնացել է։ Յուրաքանչյուր որդու խոսքը խփում էր ցավոտ տեղին, որովհետև դա ճշմարտությունն էր։ Աննան իսկապես կյանքի եկավ։ Անդրանիկը լավ մարդ է, շարունակեց Տիգրանը։ Սկզբում զայրացած էի, մտածում էի ինչպես է այդպես ուրիշ տղամարդ մոր կողքին։ Բայց նա չի փորձում իմ հայրը լինել, պարզապես հրգանքով է վերաբերվում եւ մորս սիրում է։ Դա երևում է, խուլ կրկնեց Արամը։ Հայրիկ, իսկ այդ կինը, Լուսինեն, դու սիրում ես նրան։
Ուղիղ հարցը պահանջում էր ուղիղ պատասխան, եւ Արամը այլևս չէր կարող ստել։ Չգիտեմ, խոստովանեց նա, հավանաբար ոչ, մտածում էի, որ սիրում եմ, իսկ պարզվեց փախչում էի պատասխանատվությունից, ինքս ինձնից, եւ նա պատահաբար ընկավ ձեռքիս տակ։ Նրան դա հայտնի է, կրահում է հավանաբար։ Իսկ հիմա ինչ? Չգիտեմ, որդիս, ազնվորեն չգիտեմ։ Տիգրանը երկար նայեց նրան, հետո ասաց. Գիտես քո մայրիկը ինչ ասաց, երբ դուք բաժանվեցիք, որ երբեմն մարդիկ պետք է կորցնեն իրենց, որպեսզի գտնեն իրենց, որ դու հնարավոր է ինչ-որ բան ես փնտրում, եւ քանի դեռ չես գտել, երջանիկ չես լինի։ Իմաստուն մայր ունես։ Այո, Տիգրանը շփտաց, շատ իմաստուն։ Նրանք պայմանավորվեցին հաջորդ շաբաթ եւս հանդիպել, գրկվեցին հրաժեշտի ժամանակ, անհարմար, բայց անկեղծ։ Արամը նայում էր, թե ինչպես է որդին գնում, եւ զգում էր, որ գոնե այստեղ Տիգրանի հետ հարաբերություններում առաջընթաց կա, փոքր, բայց կարևոր։ Լուսինեի հետ ամեն ինչ միայն վատանում էր։ Նա սկանդալ կազմակերպեց, երբ նա ուշ վերադարձավ Տիգրանի հետ հանդիպումից։ Մեղադրեց, որ ժամանակ է անցկացնում նախկին ընտանիքի հետ, ոչ թե իր հետ։ Գոռում էր, որ ինքը երիտասարդ է, գեղեցիկ, որ շատ երկրպագուներ ունի։ Որ չի պատրաստվում նստել ու սպասել, մինչև նա հարմար լինի ուշադրություն դարձնել իրեն։ Այդ դեպքում մի նստիր, հոգնած պատասխանեց Արամը։ Եթե քեզ վատ է ինձ հետ, միգուցե արժե մտածել բաժանվելու մասին։ Լուսինեն սառեց, շշմաց։ Ակնհայտորեն չէր սպասում այդպիսի պատասխանի։ Նշանակում է դու ինձ թողնում ես։ Ես առաջարկում եմ ազնվորեն նայել իրավիճակին։ Դու 29 տարեկան ես, ամբողջ կյանքը առջևում է։ Կարող ես գտնել մեկին, ով իսկապես կսիրի քեզ, ոչ այնպես ինչպես ես։ Քո տարիքի մեկին, ում հետ հետաքրքիր եւ հեշտ կլինի։ Իսկ դու կվերադառնաս կնոջդ մոտ։ Իմ մոտ կին չկա, մենք ամուսնալուծվում ենք։ Իսկ հետո ինչ ես անելու։ Մենակ այս բնակարանում։ Նրա ձայնում հիստերիա երևաց։ Չգիտեմ, Լուսինե, ազնվորեն չգիտեմ, բայց շարունակել այնպես ինչպես հիմա անազնիվ է քո նկատմամբ։ Դու արժանի ես ավելիին։ Նա երկար նայեց նրան, հետո հանկարծ կարճ ծիծաղեց, զայրացած։ Գիտես թե ինչ է զվարճալի։ Դու նույնն ես ասում, ինչ քո կինը։ Երբ դու գնում էիր նրանից, նա էլ տեսարաններ չէր կազմակերպում, պարզապես ազատեց, որովհետև չէր պայքարի նրա համար, ով ինքը չի ուզում լինել կողքին։ Հնարավոր է նա ճիշտ էր։ Այո, Լուսինեն գլխով արեց, արցունքները սրբելով։ Հնարավոր է ես էլ ճիշտ կլինեմ։ Ես քեզ չեմ պահի, Արամ։ Ես 29 տարեկան եմ, ես գեղեցիկ եմ, ես աշխատանք ունեմ, ընկերներ, կյանք, կգտնեմ մեկին, ով կգնահատի ինձ, իսկ դու կարգի բեր քո դևերին եւ մի զանգիր ինձ մինչեւ կարգի չբերես։ Նա հավաքեց իրերը պայուսակի մեջ, հենց նրա առջև, կոսմետիկա հագուստ, հեռախոսի լիցքավորիչներ, բոլոր մանրուքները, որոնցով բնակարանը լցվել էր այս ամիսների ընթացքում։ Աշխատում էր լուռ, կենտրոնացած։ Արամը նստած էր բազմոցին եւ նայում էր։ Մնացածը հետո կվերցնեմ, ասաց նա դրան մոտ, երբ տանը չլինես։ Լուսինե պետք չէ, նա ձեռքը բարձրացրեց։ Ազնվորեն պետք չէ ներողություններ կամ բացատրություններ։ Մենք երկուսս էլ գիտենք, որ սա ճիշտ է։ Պարզապես ափսոս է, որ այդպես ստացվեց։ Ինձ էլ ափսոս է։ Նա գնաց, դուռը հանգիստ փակվեց։ Արամը մնաց նստած բազմոցին, դատարկված բնակարանում։ Լռությունը ճնշում էր ականջները։ Մոտեցավ պատուհանին, նայեց ներքև։ Լուսինեն դուրս եկավ մուտքից, նստեց տաքսի։ Մեքենան շարժվեց, կորավ հոսքի մեջ։ Ահա եւ ամեն ինչ։ 3 ամիս սիրավեպ, որի համար քանդել էր ընտանիքը, ավարտվեց նույնքան պարզ, որքան սկսվել էր։ Արամը շրջեց բնակարանով, դատարկ սառը, անձնական ոչինչ, կահույք կատալոգից, նկարներ, որ ընտրել էր դիզայները, սպասք, որ գնել էր Լուսինեն, ոչինչ իրենը, ոչինչ ծանոթ։ Նա հանեց հեռախոսը, բացեց լուսանկարները, գտավ հին ընտանեկան նկարները։ Աննան ժպտում է, գրկում է Տիգրանին։ Ինքը կանգնած է կողքին, գրկելով երկուսին։ Նրանք միասին են, ընտանիք են եղել։ Արամը իջավ բազմոցին, գլուխը թաղելով ափերի մեջ։ Առաջին անգամ երկար ժամանակ թույլ տվեց զգալ ամեն ինչ ամբողջությամբ, ցավ, ամոթ, զղջում, կորուստ։ Չհեռացրեց մտքերը, չշեղվեց, չթաքնվեց աշխատանքի կամ ալկոհոլի մեջ, պարզապես նստած էր եւ գիտակցում էր իր արածի մասշտաբը։ Քանդել էր 17 տարվա ամուսնությունը 3 ամսվա սիրավեպի համար կնոջ հետ, որին ինչպես պարզվեց նույնիսկ չէր սիրում, կորցրել էր որդու հարգանքը, թողել էր կնոջը ուրիշ տղամարդու ձեռքը, նրա, ով պարզվեց ավելի լավն է, արժանապատիվ, ուշադիր։ Իսկ հիմա ինչ ունի։ Դատարկ բնակարան, աշխատանք, մենակություն։ Սա էր, որ փնտրում էր գնալիս։ Ազատություն։ Ահա այն, ազատությունը։ Սառը, դատարկ, անիմաստ։ Հեռախոսը թրթրաց։ Հաղորդագրություն փաստաբանից։ Ամուսնալուծության փաստաթղթերը պատրաստ են, երբ հարմար է գալ ստորագրելու։ Ամուսնալուծություն։ Վերջնական կետ է։ Դրանից հետո նրանք Աննայի հետ պաշտոնապես օտարներ կլինեն։ Արամը գրեց պատասխան։ Վաղը կգամ։ Ուղարկեց։
Հետո երկար նստած մնաց մտնշաղային բնակարանում, լսելով լռությունը, եւ առաջին անգամ երկար ամիսների ընթացքում ազնվորեն հարցրեց իրեն. ինչ է ընդհանրապես ուզում, ինչ է փնտրում եւ որտեղ է կորցրել իր իսկական եսը։ Պատասխաններ չկային, կար միայն դատարկություն եւ գիտակցություն, որ հետընթացի ճանապարհը կտրված է։ Մնացել էր միայն առաջին ընթացի ճանապարհը, անհայտության մեջ, մենակության մեջ, կյանքը նորից սովորելու անհրաժեշտության մեջ։ Եվ նա վստահ չէր, որ կհաղթահարի։ Փաստաբանի գրասենյակը գտնվում էր հին շենքում, կենտրոնում, բարձր առաստաղներով եւ ճռռացող պարկետով։ Արամը եկավ նշանակված ժամից 10 րոպե շուտ, նստած էր միջանցքում կոշտ բազմոցին, թերթում էր ամսագիր, առանց տեքստը տեսնելու։ Աննան պետք է գար րոպեներ անց։ Վերջին անգամ տեսել էին ռեստորանում, երբ նա Անդրանիկի հետ էր։ Դրանից հետո շփվում էին միայն փաստաբանների միջոցով, բաժանում էին գույքը, քննարկում ամուսնալուծության պայմանները, ամեն ինչ քաղաքավարի, առանց սկանդալների, գրեթե գործնական։ Տարօրինակ էր մտածել, որ 17 տարվա ամուսնությունը ավարտվում է մի քանի ստորագրություններով թղթի վրա։ Ներքևի դուրը խփեց, գրունկները սկսեցին թակել աստիճաններով։ Արամը բարձրացրեց գլուխը եւ տեսավ Աննային։ Նա խիստ մոխրագույն կոստյում էր հագել, մազերը հավաքած ցածր հյուսով։ Տեսքը կենտրոնացած էր, գործնական, դեմքին հանգիստ, առանց անհանգստության հետքերի, կարծես եկել էր սովորական աշխատանքային հանդիպման, ոչ թե ամուսնալուծություն։ «Բարև», ասաց նա հարթ, նստելով դիմացի բազմոցին։ «Բարև», պատասխանեց Արամը, տհաճ լռություն կախվեց։ Ինչ ասել մարդուն, ում հետ ապրել ես գրեթե 20 տարի, բայց ով գրեթե օտար է դարձել։ «Ինչպես ես», հարցրեց նա լռությունը լրացնելու համար։ «Նորմալ, աշխատանքը շատ է, դու աշխատում ես»։ Աննան զարմացած բարձրացրեց հոնքը, վերջին կես տարում։ Միթե Տիգրանը չի ասել։ Ոչ, մենք միայն վերջերս սկսեցինք նորմալ շփվել։ Գիտեմ, նա պատմել է հեռախոսի պատմության մասին։ Նրա դեմքին երախտագիտություն երևաց։ Շնորհակալ եմ, որ օգնեցիր։ Նա իմ որդին է։ Ես միշտ կօգնեմ։ Լավ է, որ դա հասկանում ես, ասաց նա փափուկ, առանց հեգնանքի։ Քարտուղարը դուրս եկավ գրասենյակից։ Կարող եք մտնել։ Նրանք վեր կացան եւ անցան փաստաբանի գրասենյակ։ Լայն սենյակ, զանգվածային սեղանով, որի վրա կոկիտ կույտերով փաստաթղթեր էին։ Փաստաբանը 60 տարեկան մոտ տղամարդը հոգնած դեմքով ժեստով հրավիրեց նստել։ Իրականում սկսեց նա հանելով թղթերը։ Բոլոր պայմանները համաձայնեցված են։ Բնակարանը մնում է ձեզ։ Աննա գումարով փոխհատուցում Արամին։ Մեքենան բաժանվում է, հինը վերցնում եք դուք, նորը Արամը։ Առանձնատունը վաճառվում է, գումարը բաժանվում է կիսով չափ։ Ալիմենտներ անչափահասին։ Տիգրանի 3 ամիս հետո 18-ը լրանում է, ընդհատեց Աննան։ Ալիմենտներ պետք չեն։ Ես կարող եմ վճարել, արագ ավելացրեց Արամը։ Ուսման, կյանքի համար։ Մենք կհաղթահարենք, հանգիստ պատասխանեց Աննան։ Ես հիմա աշխատում եմ, նորմալ եմ վաստակում։ Տիգրանը նույնպես ուզում է մասնակի աշխատել, բայց ես հայր եմ, պետք է։ Դու պետք է պարզապես կողքին լինես, երբ նա քեզ կանչի։ Նա ուղիղ նայեց նրան։ Փողերով չես գնի մասնակցությունը որդու կյանքում Արամ։ Դա ես վաղուց հասկացել եմ։ Խոսքերը հնչեցին կոշտ, բայց արդար։ Արամը գլխով արեց, հայացքը շեղելով։ Փաստաբանը շարունակեց կարդալ պայմանները։ Արամը կիսաքննակ լսում էր, ավտոմատ գլխով հաստատելով։ Ամեն ինչ արդար բաժանված էր, առանց պահանջների, առանց ավելին խլելու փորձերի։ Աննան ավելորդ չէր պահանջում, վրեժխնդրիչ չէր լինում, չէր փորձում զնանկացնել։ Պարզապես վերցնում էր այն, ինչ վաստակել էր ամուսնության տարիներին, եւ գնում էր։ Դե ինչ, եթե ամեն ինչը բավարարում է, կարող ենք ստորագրել։ Փաստաբանը դասավորեց փաստաթղթերը։ Արամը վերցրեց գրիչը, ձեռքը սառեց թղթի վրա։ Վերջին քայլը։ Դրանից հետո ինքն ու Աննան պաշտոնապես օտարներ կլինեն, իրավաբանորեն, փաստաթղթորեն։ Նա նայեց նրան։ Աննան արդեն ստորագրում էր իր օրինակը, արագ, վստահ, առանց դատանումների, դեմքը հանգիստ։ Նա չէր կասկածում, չէր զղջում, պարզապես փակում էր իր կյանքի գլուխը եւ առաջ գնում։ Արամը ստորագրեց, լայնորեն, կոր, ձեռքը դողում էր։ Հիանալի, փաստաբանը հավաքեց փաստաթղթերը։ Կվավերացնեմ կնիքով եւ 1 ամիս հետո ամուսնալուծությունը ուժի մեջ կմտնի։ Ամուսնալուծության վկայականները կգան փոստով։ Նրանք դուրս եկան գրասենյակից, իջան աստիճաններով լուր։ Ելքի մոտ Աննան կանգ առավ, շրջվեց դեպի նա։ Արամ, ուզում էի խոսել։ Ժամանակ ունես։ Այո, իհարկե։ Ահա կողքին սրճարան կա։ Գնանք։ Նրանք անցան մեկ թաղամաս, անկյունում գտնվող փոքրիկ սրճարան։ Հանգիստ վայր, գրեթե դատարկ, աշխատանքային օրվա կեսին։ Նստեցին պատուհանի մոտ գտնվող սեղանի մոտ, պատվիրեցին սուրճ։ Աննան լռում էր, մտքերը հավաքելով։ Արամը սպասում էր, զգալով թե ինչպես է անհանգստությունը աճում։ Ինչի մասին է ուզում խոսել։ Միգուցե վերջապես պահանջներ կլինեն։ Ուզում էի շնորհակալություն հայտնել, սկսեց նա վերջապես, եւ Արամը զարմացած աչքերը թարթեց։ Ինչի համար։ Նրա համար, որ գնացիր։ Խոսքերը անսպասելի հնչեցին։ Արամը չգտավ թե ինչ պատասխանել։
Գիտեմ, տարօրինակ է հնչում, շարունակեց Աննան, բաժակը ափերով սեղմելով։ Բայց դա ճիշտ է։ Երբ հավաքեցիր իրերը եւ գնացիր, սկզբում շոկի մեջ էի։ Ոչ այն պատճառով, որ գնացիր, ես զգում էի, որ դա կլինի, այլ այն պատճառով, թե որքան հեշտ կարողացա ազատել։ Նա դադար արեց, մի կում սուրճ խմեց։ Վերջին տարիներին ապրում էի ավտոպիլոտով։ Վեր էի կենում, եփում, մաքրում, տան աշխատանքանում։ Մեծացնում էի Տիգրանին։ Հետևում էի, որ քո կոստյումը մաքուր լինի, ընթրիքը սեղանին։ Եվ ինչ որտեղ այդ առօրյայի մեջ ես պարզապես անհետացա։ Դադարեցի լինել Աննա, դարձա պարզապես կին, մայր, տանտիրուհի։ Արանը լսում էր, բաժակը սեղմելով մինչև մատների ցավը։ Իսկ դու ինձ չես տեսնում, շարունակեց նա հանգիստ։ Վաղուց արդեն չես տեսնում։ Ես կարող էի մազերս ներկել, նոր զգեստ գնել, գրքեր կարդալ սկսել կամ ինչ որտեղ գնալ։ Քեզ համար ամեն ինչ հավասար էր։ Դու գալիս էիր տուն հոգնած, լուր ընտրում, հեռուստացույց էիր նայում եւ քնում։ Մենք դադարեցինք խոսել, դադարեցինք մոտ լինել։ Դարձանք պարզապես բնակարանի հարևաններ։ Աննա, թույլ տուր ավարտեմ, խնդրում եմ։ Նա ձեռքը բարձրացրեց։ Ես քեզ չեմ մեղադրում, ամբողջությամբ ոչ։ Ես ինքս թույլ տվեցի, որ դա տեղի ունենա։ Ինքս լուծվեցի կենցաղում, դադարեցի ինքս մասին մտածել։ Ինձ թվում էր, որ այդպես է ճիշտ։ Կինը պետք է զոհաբերի իրեն ընտանիքի համար։ Բայց գիտես, թե ինչ հասկացա։ Զոհաբերությունը առանց շնորհակալության վերածվում է վիրավորանքի, իսկ վիրավորանքը սպանում է սերը։ Մատուցողը բերեց սուրճ։ Նրանք լռեցին, մինչև նա դասավորեց բաժակները։ Երբ դու գնացիր, շարունակեց Աննան։ Երբ նորից մենակ մնացինք, առաջին շաբաթը պարզապես պարկած էի եւ լաց էի լինում։ Ոչ այն պատճառով, որ ցավում էր, այլ թեթևացումից։ Հասկանում ես, ես թեթևացում զգացի, որովհետև վերջապես կարողացա դադարել ձև անել, թե ամեն ինչ կարգին է։ Դադարել ձև անել, թե մենք երջանիկ ենք։ Մենք անհաջող էինք, հանգիստ կրկնեց Արամը։ Այո, երկուսս էլ։ Միայն ես դա գիտակցում էի, իսկ դու ոչ։ Դու պարզապես ելք էիր փնտրում եւ գտար այն ուրիշ կնոջ մեջ։ Սա սխալ էր։ Հնարավոր է։ Աննան ուսերով ցնցեց։ Բայց դա ինձ ազատություն տվեց։ Հանկարծ հասկացա, որ կարող եմ այլ կերպ ապրել, որ կարող եմ հիշել, թե ով եմ ես, բացի քո կնոջից եւ Տիգրանի մորից։ Կարող եմ գտնել ինքս։ Եվ դու գտար, ասաց Արամը, եւ ձայնում դառնություն երևաց։ Անդրանիկի հետ։ Աննան երկար ուսումնասիրող հայացքով նայեց նրան։ Անդրանիկը, այո, իմ նոր կյանքի մաս է, բայց ոչ գլխավորը։ Գնացի աշխատանքի անցա դիզայն ստուդիայում, ինտերիերներով եմ զբաղվում։ Դե այն է, ինչի մասին երազում էի դեռ ամուսնությունից առաջ, հիշում ես, բայց հետաձգեցի ընտանիքի համար։ Սկսեցի յոգա գնալ, թատրոններ, ցուցահանդեսներ։ Հանդիպեցի հին ընկերուհիներին, սկսեցի քնել, խնամել ինքս։ Պարզապես սկսեցի ապրել։ Նա ժպտաց, եւ այդ ժպիտը այնքան լուսավոր էր, այնքան ընկեղծ, որ Արամի սիրտը սեղմվեց։ Անդրանիկը հետո հայտնվեց։ Պատահաբար ծանոթացանք ցուցահանդեսում, զրուցեցինք։ Պարզվեց շատ ընդհանրություններ ունենք։ Նա ամուսնալուծված է, նույնպես անցել է նման բանի միջով։ Նա հասկանում է ինձ, տեսնում է իմ մեջ անհատի, ոչ ֆունկցիայի։ Լսում է, երբ խոսում եմ, հետաքրքրվում է իմ կարծիքով, գնահատում է ինձ։ Յուրաքանչյուր խոսքը ճիշտ էր խփում թիրախին։ Դու սիրում ես նրան, հարցրեց Արամը, թեև եւ այնպես գիտեր պատասխանը։ Այո, պատասխանեց Աննան։ Պարզապես սիրում եմ։ Այլ կերպ, քան ժամանակին քեզ էի սիրում։ Ավելի գիտակցված, ավելի հասուն։ Գիտեմ, թե ինչ եմ ուզում։ Գիտեմ, թե ինչ է պետք ինձ։ Եվ նա պատրաստ է դա տալ։ Իսկ ես պատրաստ չէի։ Ոչ, դու դադարել ես պատրաստ լինել շատ տարիներ առաջ։ Բայց ես չեմ զայրանում, Արամ։ Ազնվորեն շնորհակալ եմ, որովհետև եթե դու չգնայիր, ես այդպես էլ կշարունակեի գոյատևել այդ ճահճում։ Իսկ հիմա ես ապրում եմ։ Արամը լռում էր, չիմանալով թե ինչ ասել։ Ինչ կարելի է ասել կնոջը, ով շնորհակալ է քեզ իրեն թողնելու համար։ Ինչպես է Տիգրանը վերաբերվում Անդրանիկին, հարցրեց վերջում։ Լավ, սկզբում զգուշավոր իհարկե, բայց Անդրանիկը չի փորձում փոխարինել նրա հորը։ Նա պարզապես ընկեր է, իմ գործընկերը։ Եվ Տիգրանը դա հասկանում է։ Նրանք նորմալ շփվում են, հարգում են միմյանց։ Ուրախ եմ, ասաց Արամը։ Եվ դա ճիշտ էր։ Նա իսկապես ուրախ էր, որ Տիգրանին հարմար է, թեև ցավում էր գիտակցելը, որ ընտանիքում իր տեղը զբաղեցրել է ուրիշ տղամարդ։ Աննան նայեց ժամացույցին, հետո կրկին նրան։ Դեմքին անորոշ արտահայտություն երևաց։ Դա էլ մեկ բան, որ ուզում էի ասել, որպեսզի չիմանաս ուրիշի բերանից։ Ինչ, նա խորը շոնչ քաշեց։ Անդրանիկը 3 երեկոյան առաջարկություն արեց, եւ ես ասացի՝ այո, աշխարհը կարծես տատանվեց։
Արամը նայում էր նրան, չհավատալով լսածին։ Ամուսնանում ես։ Այո, ոչ անմիջապես իհարկե։ Կսպասենք մինչև ամուսնալուծությունը պաշտոնապես ուժի մեջ մտնի։ Հետո, հավանաբար կես տարի հետո։ Ոչինչ շքեղ, պարզապես ընտանիքը եւ մոտ ընկերները։ Տիգրանը կլինի իմ վկան։ Արամը զգում էր, թե ինչպես է ներսում ամեն ինչ սեղվում ցավոտ հանգույցի։ Նա ամուսնանում է ուրիշի հետ։ Կես տարի հետո նա նոր ամուսին կունենա, նոր կյանք, նոր ընտանիք։ Իսկ ինքը մնալու է մենակ։ Շնորհավորում եմ, հազիվ ասաց նա։ Շնորհավորում եմ երջանկությամբ։ Շնորհակալություն։ Աննան ձեռքը դրեց նրա ձեռքի վրա։ Արամ, ես իսկապես ուզում եմ, որ դու էլ գտնես քո երջանկությունը, գտնես ինքդ քեզ, հասկանաս, թե ինչ ես իսկապես ուզում։ Ես արդեն հասկացել եմ, դուրս եկավ նրա մոտ։ Ուշ է, բայց հասկացել եմ։ Նա նայեց նրա աչքերին, մոխրագույն, հանգիստ, իմաստուն։ Ես կորցրել եմ ամենակարևորը։ Ես կույր հիմար եմ եղել։ Ես որպես ինքնին եմ ընդունել այն, ինչ պետք է գնահատեի ամեն օր։ Աննան լռում էր առանց հայացքը շեղելու։ Բայց դա չի նշանակում, որ պետք է վերադարձնել անցյալը, շարունակեց Արամը։ Հասկանում եմ, մենք երկուսս էլ փոխվել ենք։ Դու գտար ինքդ քեզ, գտար մեկին, ով քեզ գնահատում է, եւ դու արժանի ես այդ երջանկությանը։ Իսկ ես պետք է սովորեմ ապրել առաջ, մենակ եւ վերջապես կարգի բերեմ ինքս ինձ։ Դու կհաղթահարես, ասաց նա փափուկ։ Դու ուժեղ ես, պարզապես թույլ տվեցիր, որ կորցնես ճանապարհդ, բայց ճանապարհը կգտնվի, եթե ազնիվ լինես ինքդ քո հետ։ Կփորձեմ։ Նրանք խմեցին սուրճը, դուրս եկան փողոց, կանգնեցին լուրջ իմանալով, թե ինչպես հրաժեշտ տալ։ Խնամիր քեզ, ասաց Աննան վերջապես, եւ Տիգրանին մի կորցրու, նրան հայր է պետք։ Չեմ կորցնի, խոստանում եմ։ Նա գլխով արեց, մի պահ կանգ առավ, հետո արագ գրկեց նրան, կարճ, ընկերական։ Արամը սառեց, շնչելով նրա ծանոթ օցանելիքի հոտը։ Հետո նա հետ քաշվեց եւ գնաց դեպի մեքենան։ Արամը նայում էր նրա հետևից, նայում էր, թե ինչպես է նա նստում մեքենան, գործարկում շարժիչը, հեռանում առանց հետ նայելու։ Նա կանգնած մնաց մայթին դեռ երկար, մինչև մեքենան անհետացավ անկյունում։ Հետիոտները շրջանցում էին նրան, հետաքրքիր հայացքներով, բայց նա չէր նկատում։ Գրպանում հեռախոսը թրթրաց։ Հաղորդագրություն Տիգրանից։ Հայրիկ, մայրիկը ասաց, որ դուք ստորագրել եք փաստաթղթերը։ Դու ինչպես ես։ Արամը գրեց. նորմալ, որդիս, ամեն ինչ նորմալ է։ Ստեց, որովհետև չէր ուզում բեռնել տղային իր փորձառություններով։ Հաջորդ հաղորդագրությունը. ուզում ես երեկոյան հանդիպենք, կինո կամ պարզապես զբոսնենք։ Արամը զգաց, թե ինչպես է ներսում տաքանում։ Տիգրանը իր որդին, ով չնայած ամեն ինչին պատրաստ է կողքին լինել։ Հաճույքով, քանիսին է քեզ հարմար։ Ժամը 7-ին, հանդիպենք քո տան մոտ։ Արամը հեռախոսը դրեց գրպանը եւ գնաց դեպի իր մեքենան։ Այո, նա կորցրել էր Աննային, կորցրել էր ընտանիքը, ինչպիսին որ եղել էր։ Բայց Տիգրանը դեռ այստեղ է, որդին պատրաստ է երկրորդ շանս տալ։ Եվ դա արդեն ինչ-որ բան է, միգուցե ոչ ամեն ինչ վերջնական կորած է։ Տան ճանապարհին նա մտածում էր Աննայի խոսքերի մասին, որ պետք է գտնի ինքն իրեն, կարգի բերի, թե ինչ է իսկապես ուզում, դադարի փախչել եւ սկսի ապրել։ Դա հեշտ չի լինի, բայց հնարավոր է առաջին անգամ երկար տարիներից նա պատրաստ է փորձել։ Առաջին անգամ երկար տարիներից նա պատրաստ է ազնիվ լինել ինքն իր հետ։ 1.5 տարի անցավ աննկատ։ Արամը կանգնած էր իր բնակարանի պատուհանի մոտ, արդեն այլ, ավելի փոքր, բայց ավելի հարմարավետ, եւ նայում էր քաղաքին, որը ընկղվում էր երեկոյան մթնշաղի մեջ։ Նոյեմբերը տաք էր, անձրևոտ։ Կաթիլները սահում էին ապակու վրայով, մշուշոտելով լուսամփոփների լույսերը։ Նա փոխվել էր, ոչ արտաքինից, թեև նիհարել էր, սկսել էր հետևել ինքն իրեն, նույնիսկ գրանցվել էր մարզասրահում։ Փոխվել էր ներսում, սովորել էր մենակ լինել եւ չխուճապվել մենակությունից, սովորել էր լսել լռությունը, ոչ թե փախչել դրանից։ Ամուսնալուծության ստորագրությունից հետո նա վաճառեց այդ ստուդիան պանորամային պատուհաններով, այլևս չէր կարողանում այնտեղ լինել, չափից շատ հիշողություններ սխալների, Լուսինեի դատարկության մասին։ Վարձեց ավելի համեստ բնակարան հին տանը, բարձր առաստաղներով եւ փայտե հատակով։ Կահավորեց ոչ կատալոգից կահույքով, այլ իր ընտրած իրերով, հին գրքերի պահարան շուկայից, հարմարավետ բասկաթոռ պատուհանի մոտ, լամպ ժամանակակից երանգով։ Առաջին անգամ երկար տարիներից այդ տեղը իրն էր, իրական իր տունը։ Աշխատում էր հիմա ավելի քիչ, հրաժարվել էր մի շարք նախագծերից, պատվիրակել էր պարտականությունները երիտասարդներին, ազատված ժամանակը ծախսում էր ինքն իր վրա, կարդում էր, զբոսնում, գնում թատրոններ։ Երբեմն պարզապես նստում էր սրճարանում գրքով, դիտելով մարդկանց, նորից սովորում էր ապրել։ Տիգրանի հատ տեսնում էին կանոնավոր, շաբաթը մեկ անգամ, երբեմն ավելի հաճախ։ Որդին ընդունվել էր համալսարան, ճարտարապետական, գրքոթվել էր իր գործով։
Արամը օգնում էր խորհուրդներով, երբեմն գումարով, բայց գլխավորը պարզապես կողքին էր։ Լսում էր, երբ Տիգրանը խոսում էր, հետաքրքրվում էր նրա կյանքով, չէր փորձում ճնշել հեղինակությամբ կամ պարտադրել իր կարծիքը։ Սովորում էր լինել հայր, ոչ թե պարզապես հովանավոր։ Հայրիկ, այսօր ազատ ես, հարցրեց Տիգրանը վերջին զանգի ժամանակ։ Ուզում եմ քեզ հրավիրել ինչ-որտեղ։ Ուր? Սյուրպրիզ։ Արի ժամը 7-ին, այնտեղ հետաքրքիր ցուցահանդես կա։ Ցուցահանդես, դու միշտ չէիր սիրում ցուցահանդեսներ գնալ։ Ավելի վաղ այո, բայց սա հատուկ է, կտեսնես։ Արամը համաձայնեց։ Հիմա ժամը 7-ի սկիզբն էր, պետք էր դուրս գալ։ Նա հագավ վերարկուն, ստուգեց գրպանները, բանալիներ, հեռախոս, դրամապանակ։ Դուրս եկավ փողոց, մետրո, 2 կանգար, հետո ոտքով։ Լուսավորված էր։ Մուտքի մոտ մարդկանց բազմություն, ինչ որ նոր ցուցադրության բացում։ Արամը շուրջը նայեց, փնտրելով Տիգրանին։ Որդին կանգնած էր սյունի մոտ, ականջակալներով ինչ որ բան էր թերթում հեռախոսում։ Տեսնելով հորը ժպտաց, ձեռքով ցույց տվեց. «Բարև հայրիկ»։ «Բարև», Արամը գրկեց որդուն։ «Դե ինչ ցուցահանդես է»։ «Ինտերիերի դիզայն, երիտասարդ հեղինակներ, այնտեղ մայրիկի աշխատանքներն էլ կան»։ Արամը սառեց։ Աննան։ Նա չէր տեսել նրան գրեթե 1 տարի։ Տիգրանից գիտել, որ նա ամուսնացել է Անդրանիկի հետ, տեղափոխվել է նրա բնակարան, շարունակում է աշխատել, բայց չէին հանդիպել, չէին զանգահարել։ Նրանց ճանապարհները վերջնական բաժանվել էին։ Նա այստեղ է, զգուշորեն հարցրեց։ Այո, Անդրանիկն էլ, բայց մի անհանգստացիր, ես նախազգուշացրել եմ մորս, որ հրավիրում եմ քեզ, նա դեմ չէ։ Տիգրան, միգուցե չարժե։ Հայրիկ, անցել է 1.5 տարի, դուք երկուսդ էլ չափահաս մարդիկ եք, երկուսդ էլ կարգի եք բերել ձեր կյանքը, կարող եք հանգիստ լինել նույն տարածքում, չեմ կարծում, որ դա խնդիր է։ Տիգրանը ճիշտ էր, Արամը գլխով արեց, լավ, գնանք։ Նրանք մտան մերս, լայն դահլիճ, սպիտակ պատեր, փափուկ լուսավորություն։ Պարագծով պատերին ստենդներ նախագծերի լուսանկարներով, մակետներ, պլաններ։ Այցելուները քայլում էին, դիտում, հանգիստ խոսում։ Տիգրանը տարավ նրան դահլիճի խորքը, եւ ահա նա տեսավ նրան։ Աննան կանգնած էր իր աշխատանքների ստենդի մոտ, խոսում էր ինչ-որ կնոջ հետ, ինչ-որ բան բացատրում, ժեստերով։ Մազերը բաց ավելի երկար, քան հիշում էր, պարզ սև զգեստ, նուրբ ականջողեր, տեսքը վստահ, պրոֆեսիոնալ, կրքոտ իր գործով, կողքին Անդրանիկը կոստյումով, գինու կաժակով ձեռքին։ Նա ինչ-որ բան ավելացնում էր Աննայի բացատրություններին, եւ կինը գլխով էր հաստատում, գրում էր բլոկնոթում։ Նրանք ներդաշնակ էին թվում, ինչպես զույգ, որին հարմար է միասին։ Աննան ավարտեց խոսակցությունը, կինը գնաց, եւ այդ պահին նրա հայացքը ընկավ Արամի վրա։ Դեմքին մի պահ զարմանք երևաց, հետո տաք ժպիտ։ Նա մոտեցավ նրանց, Անդրանիկը հետևում էր կողքից։ Արամ, բարև, ձայնը ընկերական էր, առանց լարվածության։ Չէի սպասում քեզ տեսնել։ Տիգրանը հրավիրեց, պատասխանեց նա։ Շնորհավորում եմ ցուցահանդեսի համար։ Շնորհակալություն, նա ավելի լայն ժպտաց։ Ուրախ եմ, որ եկար։ Սա ինձ համար կարևոր իրադարձություն է։ Տեսնում եմ, քո աշխատանքները տպավորիչ են։ Նա գլխով արեց դեպի ստենդը նրա հետևում։ Դա ճիշտ էր։ Նախագծերը գեղեցիկ էին, մտածված, հոգով։ Դրանցում զգացվում էր անհատականություն, ճաշակ, տարածքի հասկացողություն։ Աննան գտել էր ինքն իրեն այդ գործում։ Դա ակնհայտ էր։ Անցեք հանգիստ նայեք ամեն ինչ, առաջարկեց Անդրանիկը, սեղմելով Արամի ձեռքը։ Միգուցե հետո միանաք ֆուրշետին։ Շնորհակալություն, կտեսնենք, պատասխանեց Արամը։ Նրանք Տիգրանի հետ հեռացան, սկսեցին շրջել ցուցահանդեսը։ Արամը կանգնում էր յուրաքանչյուր Աննայի ստենդի մոտ, ուշադիր ուսումնասիրում լուսանկարները։ Ահա սկանդինավյան ոճի հյուրասենյակ, լուսավոր, ընդարձակ հարմարավետ։ Ահա ննջասենյակ պանորամային պատուհաններով։ Ահա մանկական սենյակ, վառ եւ ֆունկցիոնալ։ Յուրաքանչյուր նախագծում զգացվում էր Աննան, նրա ճաշակը, տեսակետը, բնավորությունը։ Այն բնավորությունը, որ տարիներ շարունակ չէր նկատել։ Գեղեցիկ է, ճիշտ է, հարցրեց Տիգրանը։ Շատ, նա տաղանդավոր է։ Նա երջանիկ է, ուղեց որդին։ Դա է գլխավորը։ Արամը նայեց այնտեղ, որտեղ Աննան խոսում էր հաջորդ այցելուի հետ։ Անդրանիկը կանգնած էր կողքին, աջակցող կերպով դիպչելով նրա մեջքին։ Երբ նա խոսում էր, նրանք հայացքներ էին փոխանակում, ժպտում միմյանց։ Թիմ, գործընկերներ։ Այո, համաձայնեց Արամը։ Հանգիստ։ Նա երջանիկ է։ Իսկ դու? Տիգրանը շրջվեց դեպի նա։ Դու ինչպես ես։ Ես ավելի լավ եմ, քան եղել եմ։ Շատ ավելի լավ։ Հանդիպում ես մեկի հետ։ Ոչ, Արամը գլուխը թափ տվեց։ Դեռ պատրաստ չեմ։ Նախ պետք է կարգի բերեմ ինքս։ Սովորեմ լինել նորմալ մարդ, ոչ էգոիստ հիմար։ Դու հիմար չես, հայրիկ։ Դու պարզապես կորել էիր։ Բայց գտնվել ես։ Փորձում եմ գտնվել, ուղեց Արամը ժպիտով։ Նրանք շրջեցին ցուցահանդեսը, նայեցին այլ դիզայներների աշխատանքներին։ Հետո Տիգրանը տարավ հորը ֆուրշետի սեղանին։ Աննան ու Անդրանիկը մոտեցան մի փոքր ուշ։ Խոսում էին բոլորը միասին, հանգիստ, առանց լարվածության։ Քննարկում էին ցուցահանդեսը, աշխատանքները, ծրագրերը։ Անդրանիկը պատմում էր իր բիզնեսի մասին,
խորհրդատվական ընկերություն, օգնություն ստարտափերին։ Խոսում էր կրքոտ հետաքրքիր։ Արամը լսում էր եւ հասկանում, թե ինչու Աննան ընտրել էր այդ մարդուն։ Նա արժանապատիվ էր, հասուն, հուսալի։ Արամ, իսկ դու ինչպես ես, հարցրեց Աննան ինչ-որ պահի։ Աշխատանք, ավելի քիչ եմ աշխատում, ավելի շատ ժամանակ ինձ համար։ Կարդում եմ, զբոսնում։ Վերջերս սկսել եմ հոգեթերապիա գնալ։ Իսկապես, նա զարմացավ։ Այո, հասկացա, որ օգնություն է պետք ինձ։ Կարգի բերել ինքս, հասկանալ սխալներս։ Դա օգտակար է, պարզվում է։ Դա հիանալի է։ Աննայի ձայնում անկեղծ հավանություն երևաց։ Դու երիտասարդ ես, որ որոշեցիր։ Ուշ է, բայց ավելի լավ ուշ, քան երբեք։ Անդրանիկը ինչ-որ բան հիշեց, ներողություն խնդրեց եւ գնաց գործընկերոջ մոտ։ Տիգրանը տեսավ համալսարանի ընկերուհուն եւ գնաց ողջունելու։ Արամը մնաց մենակ Աննայի հետ։ Նրանք կանգնած էին լուռ, գինու բաժակները ձեռքներում։ Հետո Լուսինեն հանգիստ հարցրեց. Դու իսկապես ավելի լավ ես զգում։ Այո, ազնվորեն պատասխանեց նա։ Ամուսնալուծությունից հետո առաջին ամիսները ծանր էին։ Մտածում էի, որ չեմ հաղթահարի։ Բայց հետո հասկացա, որ դա շանս է։ Սկսել մաքուր թերթից, դառնալ այլ մարդ։ Ավելի լավ։ Իսկ ինչպես դարձար ավելի լավ։ Չգիտեմ, մտածեց նա։ Հուսով եմ, փորձում եմ առնվազն։ Փորձում եմ ազնիվ լինել ինձ հետ։ Չփախչել խնդիրներից, չփնտրել հեշտ ճանապարհներ։ Դա արդեն առաջընթաց է։ Աննան ժպտաց։ Դու ավելի վաղ միշտ փախչում էիր պատասխանատվությունից, դժվարություններից, ինքդ քեզնից։ Գիտեմ։ Եվ դա տարավ ինձ դեպի կատաստրոֆա։ Կորցրի ընտանիքը, կորցրի ինքս, գրեթե կորցրի որդուս։ Բայց Տիգրանի հետ հարաբերությունները կարգի ես բերել։ Նա ինձ պատմել է։ Նա գոհ է, որ շփվում եք։ Դա ամենակարևորն է։ Արամը նայեց որդուն, ծիծաղելիս երիտեսարդների շրջապատում։ Չեմ ուզում էլի հիասթափեցնել նրան։ Չես հիասթափեցնի։ Տեսնում եմ, որ փոխվել ես։ Լռությունը ձգվեց։ Հետո Արամը հավաքեց քաջությունը եւ հարցրեց. Ինչպես ես, երջանիկ ես։ Աննան երկար նայեց նրան, հետո հայացքը տարավ դեպի Անդրանիկը, ով վերադառնում էր նրանց մոտ։ Այո, պարզապես պատասխանեց։ Ես երջանիկ եմ, իսկապես։ Գուցե առաջին անգամ շատ տարիներից հետո։ Ուրախ եմ քո համար, անկեղծորեն գիտեմ, նա դիպչեց նրա ձեռքին։ Եվ ես քեզ եմ մաղթում նույնը։ Գտնես քո երջանկությունը, երբ պատրաստ լինես։ Անդրանիկը մոտեցավ, գրկեց Աննայի գոտկատեղից։ Հավանաբար ժամանակն է տուն գնալու, ասաց նա։ Վաղը աշխատանքային օր է։ Այո, գնանք։ Նրանք հրաժեշտ տվեցին, ջերմ, ընկերական, առանց վիրավորանքի, առանց անավարտ մտքերի։ Պարզապես երկու մարդ, որոնք ժամանակին մոտ էին, իսկ հիմա խաղաղ բաժանվել էին, գնալով իրենց կյանքերով։ Արամն ու Տիգրանը դուրս եկան, փողոցում անձրև էր մաղում։ Տանեմ քեզ, առաջարկեց Արամը։ Ոչ, տղաների հետ պլաններ ունեմ, կգնանք սրճարան, էլի կնստենք։ Լավ, զվարճացիր։ Հայրիկ, Տիգրանը կանգնեցրեց նրան։ Շնորհակալ եմ։ Ինչի համար։ Նրա համար, որ եկար։ Նրա համար, որ նորմալ խոսեցիր մայրիկի հետ, որ տեսարան չկազմակերպեցիր, չսկսեցիր հաշիվներ պարզել։ Վարվեցիր որպես չափահաս մարդ։ Արամը ժպտաց։ Ես 49 տարեկան եմ։ Տիգրան, ժամանակն է սովորել չափահաս լինել։ Ոչ բոլորն են սովորում, լուրջ պատասխանեց որդին։ Բայց դու սովորում ես, եւ դա հիանալի է։ Նրանք գրկվեցին հրաժեշտի ժամանակ։ Արամը նայում էր, թե ինչպես է որդին գնում դեպի մետրո ընկերների հետ, հետո ուղղվեց դեպի իր մեքենան։ Տան ճանապարհին մտածում էր երեկվա մասին, թե որքան հանգիստ անցավ հանդիպումը, թե որքան քիչ ցավ կար, որ տանջում էր նրան 1 տարի առաջ։ Կար միայն հանգիստ տխրություն կորցրածի մասին, այն մասին, որ կարող էր այլ կերպ լինել, բայց ոչ զղջում, պարզապես ընդունում։ Աննան կարգի է բերել իր կյանքը, գտել իր տեղը, իր գործը, իր մարդուն։ Նա երջանիկ է, եւ դա գլխավոր է։ Իսկ ինքը նա էլ է փնտրում, դանդաղ, զգուշորեն, բայց փնտրում է։ Տանը հանեց վերարկուն, դրեց թեյնիկը, հանեց պահարանից գիրքը, նստեց բազկաթորին պատուհանի մոտ։ Ավելի վաղ լռությունը ճնշում էր նրան, ստիպում էր բռնել հեռախոսը, միացնել հեռուստացույցը, փնտրել շեղում։ Հիմա լռությունը հարմարավետ էր։ Դրա մեջ կարելի էր մտածել, խորհել, պարզապես լինել։ Հեռախոսը թրթրաց։ Հաղորդագրություն հոգեթերապևտից։ Արամ,
Վաղը մեր սեսիան սովորական ժամին, հաստատեք խնդրեմ։ Նա պատասխանեց, հաստատում եմ, կլինեմ։ Թերապիան օգնում էր։ Ոչ անմիջապես, ոչ արագ, բայց օգնում էր։ Սովորեցնում էր ազնվորեն նայել ինքն իրեն, չթաքնվել արդարացումների հետևում, չմեղադրել ուրիշներին իր սխալների համար։ Սովորեցնում էր ներել, նախ ուրիշներին, հետո ինքն իրեն։ Ճանապարհը երկար էր, բայց Արամն այլևս չէր շտապում, չէր փախչում, պարզապես քայլ առ քայլ գնում էր դեպի իր նոր տարբերակը, դեպի մարդը, որ ուզում էր դառնալ։ Պատուհանից դուրս անձրևը ուժ գնացավ։ Քաղաքը քնում էր, ջրի մոնոտոն աղմուկի տակ։ Արամը բացեց գիրքը եւ սկսեց կարդալ։ Անցավ էլ մի քանի ամիս։ Գարունը եկավ շուտ, տաք։ Քաղաքը կանաչացավ։ Մարդիկ դուրս եկան փողոցներ, այգիներ, գետի ափ։ Արամը նստած էր նստարանին ջրի մոտ, դիտելով կարապներին։ Կողքին պառկած էր գիրքը, չկարդացված։ Չափազանց լավ եղանակ էր տեքստի մեջ խորանալու համար։ Նա մտածում էր, թե ինչպես է փոխվել իր կյանքը 2 տարվա ընթացքում։ Ինչպես հաջողակ, բայց անհաջող մարդուց, ով փախչում էր ինքն իրենից, դարձավ այլ մեկը, հանգիստ, ընդունող, գիտակցված, ոչ իդեալական։ Նա դեռ սխալներ էր գործում, երբեմն կոտրվում էր, փակվում։ Բայց հիմա տեսնում էր դա, ընդունում, աշխատում էր իր վրա։ Կանայք իր կյանքում չկային։ Եղել էին մի քանի ծանոթությունների փորձեր, մի քանի ժամադրություններ, բայց ոչինչ լուրջ։ Արամը չէր շտապում։ Գիտեր, որ դեռ պատրաստ չէ, որ նախ պետք է մինչև վերջ կարգի բերի ինքն իրեն, բուժի վերքերը, սովորի ամբողջական լինել եւ հետո գուցե կկարողանա կառուցել ինչ-որ նոր բան մեկի հետ, ով կընդունի իրեն այնպիսին, ինչպիսին կա, ում հետ հեշտ եւ հանգիստ կլինի, առանց խաղերի, առանց պատրանքների, բայց դա հետո է։ Իսկ հիմա պարզապես ապրել։ Հեռախոսը զանգեց. Տիգրան։ Հայրիկ, բարև, որտեղ ես։ Գետի մոտ եմ նստած, ինչ է պատահել։ Ուզում եմ հրավիրել քեզ միջոցառման։ Մայրիկը կազմակերպում է իր դիզայն ստուդիայի պրեզենտացիան։ Բացում են սեփական գրասենյակը։ Շաբաթ օրը կգաս։ Արամը մտածեց. տեսնել Աննային կրկին իր նոր աշխարհի, նոր կյանքի շրջապատում։ Բայց հետո հասկացավ, այո, կգա, որովհետև իսկապես ուրախ է նրա համար, որովհետև նրա հաջողությունը ցավ չի պատճառում իրեն, որովհետև անկեղծորեն մաղթում է նրան երջանկություն։ Կգամ, պատասխանեց նա, անպայման կգամ։ Հիանալի, այդ դեպքում սպասում եմ շաբաթ օրը ժամը 3-ին, հասցենք ուղարկեմ։ Նրանք հրաժեշտ տվեցին։ Արամը հեռախոսը դրեց գրպանը եւ կրկին նայեց գետին։ Արևը արտացոլվում էր ջրի մեջ։ Կարապները լողում էին դանդաղ։ Զույգերը զբոսնում էին ափով, ձեռք ձեռքի։ Կյանքը շարունակվում էր, ոչ իդեալական, ոչ հեքիաթային, բայց իրական, սխալներով, դասերով, ցավով եւ հույսով։ Նա շատ բան կորցրել էր, բայց գտել էր ինչ-որ կարևոր բան, ինքն իրեն, եւ դա միայն սկիզբ էր։ Արամը վեր կացավ նստարանից, վերցրեց գիրքը եւ գնաց տուն, թեթև քայլվածքով, առանց ծանրության կրծքում, առանց զղջումների։ Առջևում ճանապարհ էր, երկար, անորոշ, բայց իր սեփականը, եւ նա պատրաստ էր գնալ առաջ։ Շնորհակալություն, որ դիտեցիք մինչև վերջ, մինչ նոր հանդիպում։